Իրավունքն այն ուժն է, որը պաշտպանում է թույլին ուժեղից եւ ուժեղին ինքն իրենից։ Սա շատ կարևոր է եւ եթե դիտարկենք ինչ են անում փաստաբանները ժամանակակից աշխարհում, իսկապես ոչ թե միայն պաշտպանում են թույլին ուժեղից, այլև պաշտպանում են ուժեղին իր իսկ ստեղծած ավտորիտար իրականությունից եւ փորձում են բալանսավորել աշխարհի անհավասարակշռությունը։ Ես ուզում եմ մեծ սիրով ասել բարի երեկո, այս անգամ օվկիանոսից այս կողմում եմ դեռ, Լոս Անջելեսից մեր հարազատ ջերմագին հայաշատ գլենդելյան իրականությունից ձեզ ասում եմ բարի երեկո եւ ազդարարում, որ գտնվում եմ Emperador Law Firm-ում, որը հիանալի փաստաբանական գրասենյակ է, շատ յուրահատուկ անհատներով, յուրահատուկ պատմությամբ, եւ ես այսօր որոշել եմ անհանգստացնել այս փաստաբանական գրասենյակի երկու ճգնաղ ներկայացուցիչների, որոնց նայելով հասկանում ես, որ իսկապես գեղեցկությունը բաց երաշխավորական նամակ է։ Իսկ խելքը, որով նրանք կարողանում են ճիշտ բացել բոլոր դռները, բացառիկ ուժ է, որի մասին էլ կիմանանք քիչ անց։ Ներկայացնում եմ իմ այսօրվա հյուրերին, թեև ես եմ նրանց մոտ հյուր Լուսի Պապյանը, Emperador փաստաբանական ընկերության փաստաբան եւ Արմինե Անտոնյանը, կրկին Emperador փաստաբանական ընկերության փաստաբան։ Սա իբրև նախերգանք։ Աղջիկներ, դուք այնքան գեղեցիկ եք, ես հասկանում եմ, որ մեր այսօրվա զրույցը լինելու է ուրիշ բանի մասին, բայց այդ գեղեցկությունը անհնարին է չնկատել ու չբարձրաձայնել։ Ես ինձ չէի ների։ Շատ շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ ու պատկերացնում եմ, որ շատ ծանր հարցերով Emperador Law Firm եկած մարդիկ առաջին հերթին տեսնում են աչքը շոյող պատկեր։ Հետո մարդկային վերաբերմունք, հետո նոր արդեն հասկանում են, թե ինչ դժոխքում են այս օրենքների առատության տեսանկյունից։ Ցավոք, այո։ Հարցս ուզում եմ սկսել դրանից։ Որքանով է արտաքինը ազդում ձեր գործունեության վրա, դրական թե բացասական իմաստով։ Լուսի։ Երևի ես առաջինը պատասխանեմ, որովհետև արտաքնի խնդիրներ ունեցել եմ դեռևս Հայաստանում, որ չեմ համապատասխանել իմ տարիքին, երբ որ ներկայանում էի Հայաստանում դատական համակարգում, դատական ներկայացուցչություն է ապահովում, ներկայացնում էի քաղաքապետարանին, շատ անգամ մյուս կողմը միշտ ինքնաբացարկի հիմքեր էր ներկայացնում, որ ներկայացուցիչը ունի բավարար տարիք, հասուն չէ, այո, նոր ավարտել ինստիտուտը եւ եկել է ներկայացնի մեզ, փորձում եմ փոքրինչ հաղթահարել այդ ամեն ինչը, դեռևս այն ժամանակ 28 տարեկան էի, համարում եմ, որ հա երևի երիտասարդ եմ, միգուցե բավականաչափ փորձ չունեմ, որպեսզի ամբողջ մի քաղաքապետարան ներկայացնեմ, բայց երբ որ եկա ԱՄՆ արդեն ավարտելուց հետո եւ հիմա էլ մոտ 10 տարի անցել է, նույն խնդրի առջև կանգնում ենք եւ ցավոք մանավանդ ԱՄՆ-ում շատ մի վատ կարծրատիպ կա, որ փաստաբանը պետք է լինի նախ տղամարդ, ավելի լավ, ավելի վստահելի է եւ երկրորդը եթե կին է տարիքով մի քիչ հատա տենց ասել կերած խմած չգիտեմ ցանկալի դե տգեղ չեմ ուզում այո որտեվ երևի իրանք ենթագիտակցաբար մտածում են որ միգուցե այդ անձնավորությունը ավելի փորձ ունի նստած է իր ամեն ինչը կենտրոնացրել է գործի մեջ այլ ոչ թե իր արտաքին գեղեցկության վրա եւ ինձ հարց է հնչում դու երբ ես ժամանակ ունենում շպարվել, հագնվել եւ միևնույն ժամանակ մտածել գործի մասին, էլ ուր մնաց ներկայացնել ձեր հաճախորդներին, դատավորի առջև, միգրացիոն մարմիններում եւ կարճ ասած այդքան խելք ունենալ, որ համ ժամանակ տրամադրես քո արտաքնի վրա, համ էլ իրավաբանական ինչ-որ խորհուրդներ տաս։ Ինձ խանգարել է։ Շնորհակալ եմ։ Մենք հեսա զարգացնելու ենք այս թեման, Արմինե։ Ինձ երբեք չի խանգարել։ Հակառակը երևի որպես ուժ է եղել, երբ որ դու հմայի չես, բայց շատ ժամանակ դատավորների հետ շահութաբեր է դա եղել, որ դատավորները այստեղ էլ մենք ունենք, որ միանշանակ ուրիշ էներգետիկա են կիսում, երբ որ ինչ-որ մեկը պարկեշտ է, թեկուս հմայի չէ, բայց միևնույն ժամանակ արտահայտում իր խելացի կարծիքը, որտեղ իմ փորձը հիմնականում դատարանում է, այսինքն դու չես կարող չարտահայտել, հետևաբար շատ հեշտ է տեսնել դու խելացի ես թե ոչ, բայց այդ հմայքն էլ տալիս է ինչ-որ թեթևություն է հաղորդում մթնոլորտին հաղորդում միանշանակ միևնույն ժամանակ պետք է իմանանք մեր հագուստը որտեղ կախված թե դատարանում են գտնվում թե օրինակի համար ինչ որ միգրացիոն մարմնում իմանալ չափի զգացում միշտ արդիական է Գիտեք ինչից եմ ես համ զարմանում եւ զայրանում ինչեւ օրս որ որևէ մեկը կասկածի չի ենթարկում կնոջ օրինակ երեխա ունենալու փաստից
նաև իր աշխատանքային որակների մեջ միևնույն է բարձր կետում լինելը, այսինքն երեխա ունենալով, ընտանիքը ամբողջությամբ ապահովելով, կինը հասցնում է ամեն ինչ, բայց եթե հանկարծ մազերը սանրված են եւ առավել խնամված է, ուրեմն չի հասցրել ինտելեկտի վրա աշխատել։ Այս միշտ ուզում եմ գտնել էլի այս կապը։ Ու այդ ամեն ինչը ես նշեցի, իհարկե ճիշտ Արմինեն ասում, բայց ես նշեցի հաճախորդի հետ խնդիրը, որովհետև նույն բանը ես չեմ կարող ասել, երբ որ ես ինքս գնում եմ միգրացիոն մարմիններ, երևի թե միայն հագուստս եմ ուշադրություն դարձնում, որ ավելի համապատասխան լինի, ոչ գերհագնված, բայց երբ որ խոսքը համեստ ավելի, միանշանակ USCIS-ում ավելի համեստ ներկայանալ, որովհետև նկատել եք ԱՄՆ-ի իրականության մեջ բջջնված անձանց փողոցում առօրյա կյանքում աշխատանքի մեջ չեք տեսնի, ինչը չի ասի Հայաստանում, անգամ պետական աշխատակիցների մեջ ավելի հագնված են, ավելի կոկիկ եւ ավելի ինչ որ զարդերով։ Այստեղ ես զարդ, հատկապես զարդ չեմ նկատել, որ շատ կրեն։ Այս դեպքում խնդիր կարող այլի չունենաս, բայց երբ որ հայ հաճախորդ ունես, հայ հաճախորդը միշտ մտածում է, այ այս աղջիկը որ փոքրամարմին, չգիտեմ ինչ մտքեր կամ ինչ կրթություն պետք է ունենա։ Միակ բանը երևի թե որ ԱՄՆ-ում այդ ասված ծանոթ բարեկամ, որ քեզ ինչ որ մեկը բերել այստեղ հասցրել է, 80%-ը գիտակցում են, որ դա այդպես չէ, ուրեմն եթե դու այստեղ ես, դու ինքդ ես այդ ամեն ինչը հասել եւ նվաճել։ Ուզում եմ ասել, որ Հայաստանում չգիտեմ ինչպես է եղել Սովետ միության տարիներին, գոնե ժամանակակից իմ տեսած իրականության մեջ մենք պատեր էինք ջարդում անընդմեջ առ այսօր։ Այն որ 25 տարի անց, ասենք իմ գործունեության, ես դեռ որոշ հարցերում պետք է ապացուցեմ, որ ունեմ ուժ, կարողություն եւ ինտելեկտ այսինչ բանն անելու համար։ Ու դա հոգնեցնում է։ Այո։ Որովհետեւ դու կամ մասնագետ ես, կամ ոչ, դու չես կարող անընդհատ ապացուցել, որ դու մասնագետ ես։ Դա ժամանակի ու էներգիայի վատ կորուստ է։ Եկեք հետ գնանք եւ հասկանանք, ինչը պետք է երկու ճկնաղ աղջիկների ուղեղում տեղի ունենա, որ որոշեն դառնալ փաստաբան։ Արմինե, հիշում եք այդ պահը, երբ ծնվեց այդ գաղափարը։ Հա, շատ լավ եմ հիշում։ Կարող եմ մի քիչ ծաղակին վրա։ Եղել է Legally Blonde, չգիտեմ տեսել եք ֆիլմը թե չէ։ Շատ լավն է, շատ եմ Witherspoon-ի հետ։ Երևի եղել եմ 11-12 տարեկան, դեռևս Հայաստանում դպրոցում սովորելիս, որ այդ նայած հետո նախ հասկացա, որ ուզում եմ անպայման top համալսարանում սովորեմ, անպայման ու փաստաբան եմ ուզում դառնամ, չնայած ընտանիքում փաստաբաններ մեկ չունեինք։ Ես առաջի փաստաբանն եմ մեր ընտանիքում, ու այդ passion-ը ունեցել եմ, որ պիտի դառնամ ոչ միայն ուղղակի փաստաբան, այլ լավագույնը։ Ես հիշում եմ, տեսարան կար վարդագույն շրթներքի հետ կապված Հեկարմիր, եւ քանի որ նա գործածում էր այդ շրթներքը, գիտեր թե ինչպես կարող է, մի խոսքով դատը շահեց ընդամենը շրթներքների իր իմացության շնորհիվ։ Այո, շրթներքի եւ մազերի, որովհետեւ ինչ որ մեկ այդ զայվ կարածներ արել ու ասել էր ես լողանում եմ, ու ինքը ասեց որ դու այդ օրը curly hair ես անում, պետք է 24 ժամ չլողանայիր, քանի ինչպես ես լողացել։ Այո, այսինքն ալիբին սխալ էր, նայ որ նայել ենք բոլորս։ Այդ քանի տարեկան էիք Արմինե։ 11-12։ Ընտիր տարիք։ Լյուսի դու։ Հետաքրքիրն է նա նմանատիպ մի պատմություն է, բայց քանի որ ես տարիքով ավելի մեծ եմ, ես 10 տարեկան էի, հստակ հիշում եմ 4 դասարան էի եւ նայում էի Santa Barbara, մեր սիրելի սերիալը։ Ռոբին Ռայթը ոնց եմ սիրում, այդ շատ սիրուն դերասան։ Եվ Ջուլիա Ռոբերտս բնականաբար չէր, Ջուլիա դերասանուհանով պրոկուրոր էր, դատախազ էր եւ պաշտպանում էր պետության իրավունքները ու ես միանշանակ նույնպես հասկացա, որ ես ուղղակի հասկացա, որ պետքա փաստաբան դառնամ, այդ ժամանակ անգամ Հայաստանում այդքան ընդունված չէր արտերկրում սովորելը, որովհետև ես նման ցանկություն երևի չէի կարա հայտնել 94-5 թվականներին, որտեղ մտածում էի միջոցել չկա այդ։ Մենք 94-95 թվականներին ընդհանրապես ցանկություն չէինք հայտնում։ Այո, նաև դա։ Այդ տարիներին դեռ նոր սկսել էինք ապրել մի քիչ, նոր ձևավորվում էր ինչ որ ուրիշ իրականություն, որը իհարկե սպառեցինք շատ տհաճ ձևով։ Մի այսպիսի հարց։ Փաստաբան, իրավաբան։ Մենք սովորական հասարակ մահկանացուներս հաճախ շփոթում ենք այս եզրույթները, խնդրում եմ բացատրեք, կա տարբերություն եւ ո՞րն է։ Կա տարբերություն, բնականաբար կա տարբերություն եւ շատ լավ հարց է, քանի որ շատերն են խառնում, ասում են, օ, դե նույն բանը չի, ինչ տատիկս միշտ ասում էր, դե նույնն է, որ ես չեմ հասկանում դատախազ դատավոր մի ժամանակ ասում էր, դասում տարբեր է, էլի, շատ տարբեր է։ Բայց իրավաբան այն անձն է, ով արդեն ունի իրավաբանական դիպլոմ, կրթություն, երբ որ դու ավարտեցիր դպրոցը, գնացիր իրավաբանական եւ ստացար բարեհաջող ավարտեցիր քո դպրոցը, ինստիտուտը իրավաբանական, դու իրավաբան ես համարվում։
Փաստաբան արդեն լիցենզավորված իրավաբանն է, ով արտոնագիր է ստանում Հայաստանում, ԱՄՆ bar exam ասվածը license է ստանում եւ կարողանում է փաստաբանական գործունեություն ծավալի, որը իր մեջ ներառում է դատական ներկայացուցչությունը եւ խորհրդատվությունը։ Իրականում փաստաբան լինելով հանդերձ նոր դուք կարող ես շատ անգամ խորհրդատվություններ կամ իրավաբանորեն ճիշտ ստրատեգիա մտածես եւ քո հաճախորդին առաջնորդես։ Բա paralegal-ը որն է։ Paralegal-ը այն այնց է, ով որ ունի շատ ժամանակ license, հենց paralegal-ի license-ը ինքը դատարանում չի կարող ներկայացնել, ինքը անձ չի կարող ներկայացնել, ինքը պարզապես աջակցում է կամ փաստաբանին կամ պարզապես հաճախորդին Նախապատրաստական աշխատանքով։ Այո, պարզապես, այսինքն ոչ դատարանում կարող է ներկայացնել, ոչ միգրացիոն մարմիններում կարող է ներկայացնել, ներկայացություն առհասարակ չի կարող ունենալ, աջակից է։ Եկեք մի ֆիլմ էլ հիշենք, Suits-ը, դժվարություն ֆիլմ է Netflix-ով, նայեք ուղղակի, գեղեցիկ կոստյումներով այդ ֆիլմը շատ տպավորիչ է։ Ամբողջը փաստաբանական էլի գործունեության մասին է, դատաիրավական ու շատ յուրահատուկ է, որովհետև ահագին բան է սովորում իրականում։ Շատ լավ ֆիլմ է։ Եվ օրենքներից է սովորում։ Ու Աստված առաջ ես հուսով եմ, որ դուք մի օր կանեք դրա հայկական ձեր տարբերակը։ Այո, Աստված մեր հետ։ Արդեն ասել ենք, պիտի անեք։ Արդեն այո։ Արդեն ասել ենք։ Անպայման կպարտավորվենք ու կանենք։ Վերադառնանք ձեր կրթությանը, քանի որ մենք գտնվում ենք Imperator Law Firm-ում, այսինքն Imperator փաստաբանական ընկերությունում, որտեղ կան տարբեր հետաքրքիր գործիչներ, փաստաբաններ, իրավաբաններ, հիմնադիրներ, նախ հասկանանք ինչպես եւ երբ է հիմնադրվել։ Կարծեմ 2015 թվականին։ Այո, ամուսինս է հիմնադրվել իր փաստաբան դառնալուց քիչ անց սկզբում երբ որ աշխատել է հենց արել է personal injury, այսինքն մարմնական վնասվածքների գործերով է ակտիվորեն մինչ օրս զբաղվում ու հիմնական հաճախորդների ցանկը եղել են իսպանախոսներ։ Ինքն էլ շատ վարժ տիրապետում է իսպաներենին։ Այսինքն լատինո համայնքը, որը Միացյալ Նահանգներում մենք ասում ենք Hispanics, հա, ամբողջ լատինո, Վենեսուելա, պարտադիր չի հենց լինեն Մեքսիկայի բնակիչներ կամ Մեքսիկայից լինեն այդպես եւ այդ անունը իրան ինքն էլ Միացյալ Նահանգներում դու իրավունք ունես բակալավր ավարտելուց օրինակ ոչ միայն մեկ մասնագիտություն, այլ 2-3 դա minor-ներ են, major, minor։ Այսինքն մի քանի մասնագիտություն, մի դիպլոմով ոնց օրինակ իր major-ը եղել է political science, minor-ը history, այսինքն պատմագիտություն։ Շատ է սիրում պատմություն, ու ինչ որ միտեից իրան այդ imperator բառը ինչ որ հնչել է, մենք չենք հասկանում հենց ինչի է դրոպեին imperator, բայց երևի որ իսպանախոս հանրություն իրանց համար շատ powerful, հա, ուժեղ բառ է imperator-ը, այդպես հիմնել է եւ ես Լուսինեն որոշեցինք, որ այդպես է շարունակենք ռադիկալ փոփոխություններ չկատարենք։ Որովհետև հաջողության հասնելու համար իմ համար միշտ կարևոր չի եղել անունը։ Անունը ես այդ հարցը քննարկվել է, ասել եմ unless կարողանում են մարդիկ արտահայտեն ինչ որ բարդ տարերի համար։ Ժորդ Instagram բառից են կողմ ավելի բարդ բան չկար։ Այսինքն երբ որ այդ app-ը անվանեցին այդ անունով, ես երկար մտածում էի ինչու, ինչ են մտածել, բայց մենք ասում ենք, չէ՞։ Միանշանակ ու շատ օգտվում եւ սիրում ենք։ Ու ակտիվ գործածում ենք։ Լուսի, դու ինչպես հայտնվեցիր այս փաստաբանական ընկերության պատերից ներս եւ ինչը ընդհանրապես ստիպեց տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ հենց փաստաբանական գործունեություն ծավալել։ Նահանգներ տեղափոխվել եմ երևի կարելի ասել ոչ իմ կամքով, այսինքն կլասիկ սիրահարվել եմ, ամուսինս բնակվել է ԱՄՆ-ում եւ նորմալ էր, որ դե պետք է տեղափոխվեմ ամուսնուս տուն։ Ուղղակից իմ ամուսնու տունն էլ ԱՄՆ-ում էր, չնայած ինքը ազգությամբ հայ է, բայց մենք պետք է ապրեինք ԱՄՆ-ում։ Ու բավականին արդեն կայացած տարիքում եմ ես տեղափոխվել ԱՄՆ։ Իհարկե 1 րոպե անգամ չեմ մտածել, որ գամ մասնագիտությունս փոխեմ, եկել եմ այստեղ, հանդիպել եմ շատ մարդկանց, ովքեր ասել են հնարավոր չէ, դա այստեղ շարունակել, որովհետև bar exam ասված է ինձ։ Անգամ ինձ ասում էին law school մոռացի, երբ որ ես ասում եի ուզում եմ Berkeley ընդունվեմ, ինձ ասում էին, օ law school-ն էլ մոռացի, այստեղ մեր ծնված երեխաները դու դեռ պետք է գնաս GCC անգլերեն սովորես։ Ես էլ ասում եմ, չգիտեմ, կարծրատիպ, որ եթե մենք դա մեր երեխաները ասում ես Չարենցի դպրոցն եմ ավարտել, որ մեր անգլերեն դպրոցական շատ ընտիր անգլերեն է, ավելի լավ, քան այստեղի տարիներով սովորած։ Մեր grammar-ը, մեր ձեռագիր անգլերենն է, որ ստիպում էին տպատար գրի, որտեղ մենք քո ձեռագիրը չենք հասկանում։ Եվ
որոշումս ընդհանրապես չեմ մտածել ուրիշ մի մասնագիտության մասին, ասեմ չէ, ինձ դա չի հետաքրքրում, ես էլ եմ ընդունվել Berkeley-ին, երևի, բայց ասում են meant to be, որովհետև եթե ես որոշեի, որ այդ ինստիտուտ կգնայի, լինելու է Արմինեի համակուրսեցին։ Այո, որտեղ նույն թվին ենք որտեղ Berkeley-ում է։ Այո, բայց ես քանի որ ընտանիքիս էի վերամիավորվել, ամուսնուս, ամուսինս ասեց, չեմ կարող Սան Ֆրանցիսկո տեղափոխվել, իր գործը այստեղ էր, դիմեցի մյուս համալսարանին, USC-ին եւ այդպես շարունակեցի մասնագիտությունս ու անձամբ ես շատ դժվար նույն բար էգզամը հանձնել։ Ասում են, որ մի 5 անգամից կարող են կտրվել, նոր 6-րդ անգամ ես օրինակն եմ այդ։ Իա, չէ, քանի անգամ։ 5 անգամ հաստատ ես կտրվել եմ ու չեմ ամաչում դա ասելուց, որովհետև այդ ընթացքում ես ընտանիք եմ ստեղծել, երեխա եմ ունեցել, անգամ բիզնես եմ ստեղծել, որով շատ հպարտ եմ։ Այն ժամանակ նեղվում էի, իհարկե, ու ավելի նեղվում էի այդ հայկական խոսակցություններից, որտեղ ասում են դուք հաշվի չեք առնում, ես ինչ տարիքում եմ սկսել, ինչ ճանապարհ եմ անցնում, դուք իմ կոշիկների մեջ չեք, դուք չգիտեք ես ամեն օր արթնանում եմ, ինչ հոգսեր ունեմ։ Համալսարանը ավարտելուց հետո ավելի հեշտ է իհարկե հանձնել, որտեղ տոնուսի մեջ ես, բայց երբ որ կյանքի ունես եւ շարունակում ես, հայ, միանշանակ։ Իսկ էմպերատորին, ինչպես նշեցի, երևի պետք է Արմինեի հետ լինեի ոչ ինստիտուտում, բայց ուրեմն գործի մեջ, շատ պատահական ստացվեց, էլի դե հայ համայնք փոքր նորից իրար հանդիպեցինք, ինչ որ շփումներ, Արմինեն արդեն որոշել որ պետք է ամուսնու գրասենյակ տեղափոխվի ու առաջարկ հնչեց, ես էլ ինքս չէի հասցնում, գործեր ունեի, որ արդեն պետք էր փաստաբանի օգնություն։ Իսկ այդ ժամանակ ես փաստաբան չէի, տենց որոշեցինք։ Այո, meant to be։ Արմին, դուք հեշտ եք հանձնել այդ Ես ուսանող եմ եղել, որտեվ ես այդ տոնուսի մեջ եմ եղել, հետո ես եղել եմ տարիներով անգլիախոս արդեն, դեռևս 16 տարեկանից, այսինքն իմ համար անգլերենը գրել է, որ կրթությունս լիովին եղել է անգլիախոս բուհերում, իմ համար դրա համար եմ ասում, ինձ ավելի հեշտ է տրվել, որտեվ ես իրոք այդ բանի մեջ եմ եղել, աշխատանք չունեի այդ ժամանակ, այսինքն full time փաստաբան չէի, ընդհանրապես law clerk էի աշխատում, այսինքն փաստաբանի օգնական էի աշխատում, այո, երևի բարեբախտաբար ավելի փոքր եմ եղել տարիքով նաև երևի ես Անգլիայում 21 եմ եղել, այստեղ 24 Ես շատ փոքր եմ եղել տարիքով, երբ որ ավարտել եմ։ Տոնուսի մեջ եմ եղել։ Ինչ սիրուն թվեր են 24, 21, ոնց որ անցյալ ուրիշի կյանքից լինի։ Մենք այդ տարիքի եղել ենք։ Ինձ թվում է արդեն ոչ։ Ես որ հետ եմ նայում, ասում եմ ոնց որ Հայաստանում ապրած չլինեմ, սակայն շատ կարոտում ու մեկամ ամեն օր Հայաստանով ես արթնանում։ Արմինե, ոնց եք հասել Անգլիա։ Ոնց եք ընդհանրապես տեղափոխվել այստեղ ու ինչ աջակցությամբ եւ օգնությամբ։ Ասեմ, հետաքրքիր երևի ճանապարհ ունեմ, իմ համար շատ հետաքրքիր, այ հենց երբ որ 11 տարեկանում հասկացա, որ պետքա դուրսում սովորեմ, 14 տարեկանում Հայաստանում այդ ժամանակ շատ արդիական էին ամերիկյան համալսարանում լեզվի դասերը։ Այո, հիշում եմ։ Շատ հայտնի էր, բոլորը գնում էին 14 տարեկանում, ես էլ այդպես գնում էի, հաճախում էի անգլերենս ավելի զարգացնում ամերիկյան համալսարանում եւ մի կին առաջարկեց, որ կարող են գնալ Մեծ Բրիտանիա summer school, ամառային դպրոց, միայն երեխաներով եւ 14 տարեկանում ես իմ ընկերների հետ առանց ծնողների գնացի summer school Մեծ Բրիտանիա։ Այնտեղ 40 օր ունեցա summer school ոնց որ լեզվի էլի դասավանդում եւ դասախոսներից մեկը ինձ տվեց recommendation letter, որով ես կարող եմ դիմել բու։ Ես շատ ուրախ զվարթ, որ անգլերենից մակարդակը այդքան լավն է, ծնողներիս ասեցի, որ շատ եմ ուզում դրսում արդեն այդ ժամանակ ես 10-րդ դասարան էի, 11 հաջորդ տարի պետք է ավարտեի, իմ ժամանակ 10-11 դարավ։ Ծնողներս հատկապես հայրս եւ հորեղբայրս, ով որ իմ համար երկրորդ հայր է եղել, ասաց չէ, աղջիկ երեխա, հոպարիս տղաները լամանոսում են սովորել, այսինքն ունենք ուրիշ տեղ սովորելու բանը, բայց տղա աղջիկ սուբորդինացիա պետք է լիներ, թե ինչպես կարող եմ ես աղջիկ երեխա փոքր տարիքում գնալ եւ բայց հայրս միշտ հարգել է իմ աշխատասիրությունը, առասարակ մենք միշտ կարողացել ենք այդ լեզու գտնել այդպես ասած եւ մենք ունեցանք բարի գրաս իրար հետ։ Եթե ես 40 օր եմ մնացել, որ պիտի LSAT հանձնեի, LSAT-ը բրիտանական տարբերակն է TOEFL-ի լեզվի քննության։ Ահա որ տրակում եմ այդ քննությունից։ Ես եմ սիրում այդ շատ տհաճ TOEFL-ները, ինչ որ անգիր պիտի անես։ Իրոք, տեխնիկա է պահանջում եւ ես ունեի 40 օր, որ ոնց պետք է, եթե հանձնեմ, իմ բալը ստանամ, ուրեմն գնում եմ։ Եթե չանցնեմ, ուրեմն չեմ գնում։ Եվ այդպես պարապեցի, հանձնեցի եւ անցամ։ Ու արդեն հայրս ստիպված էր, դե պայմանավորվել էին, կոչեր ինձ չէր կարա ինձ իր խոսքից անցնել։ Այո, այդպես դիմեցի բուհեր, ընդունվեցի երկու համալսարան, որից մեկը Լոնդոնում էր, իմ որոշումը եղավ գնամ Լոնդոն, դիմեցի տարբեր ֆինանսական նույնիսկ ֆոնդերի,
AGB-ն է ժամանակ, որը նույնպես հայ-ամերիկյան ընկերություն է, AGB-ն ինձ տվեց այդ ժամանակ կարծեմ 67% scholarship տվեց, որ իմ ուսման վարձը դարձնում էր մոտարապես մոտ 3500 ԱՄՆ դոլար, որը տարվա կտրվածքով այդքան էր ուսման վարձս, որը շատ լավ գումար էր, այսինքն, փառք Աստծո, հասկանալի գումար էր։ Այո, անիրական ինչ որ թվեր չէին։ Այդպես ես գնացի մենակ գնացի ու բրիտանական ընտանիքում ապրելով սովորեցի այնտեղ, ավարտեցի դարա այնտեղ փաստաբան, այնտեղ solicitor, որտեղ բրիտանական կրթությամբ criminal attorney-ին չի կարա civil litigation անի, տարբերվում է քրեական այդպես տարբեր է։ Իրական տարբեր է։ Իրականում ես դարա solicitor civil litigation անող։ Հա, քաղաքացիական։ Դա անգլիայից պատմություն քաղաքացիական։ Ես մինչև շարունակեն աղջիկները ուզում եմ հիշեցնել, որ գտնվում եմ Emperador փաստաբանական գրասենյակում եւ ունեմ մի կարեւոր նպատակ։ Մենք ինչու ենք այսօր ծանոթանում աղջիկների հետ, որոնք բացառիկ ու փայլուն փաստաբաններ են, որպեսզի յուրաքանչյուրը իր ուղու ընթացքում հասկանա, որ ընկրկել պետք չի։ Այո, 5 անգամ կարելի է հանձնել քննություն եւ չանցնել։ Այո, կարելի է գալ օտար հողում, էական չի դա Լոս Անջելեսն է, թե աշխարհի մի այլ երկիր, եւ մնալ քո մասնագիտությանը հավատարիմ եւ քո ազգանվանը, մաքուր հայկական ազգանվանը հավատարիմ եւ բարձրացնել քեզ, քո ազգը, քո գործով, չփչացնել, գողանալ ու թերացնել, այլ հակառակը։ Եվ սրա համար ընդհանրապես պետք է կամք ու որոշում։ Ու մնացածը ես վստահ եմ, որ կտրվի։ Հիմա շարունակում ենք պատմությունը։ Լույս, ինձ ահավոր է հուզում այդ 5 անգամ հանձնելու փաստը, որովհետև ես ինձ եմ հիմա նայում ու ենթադրում եմ, որ նու լավ մաքսիմում ես 3-ը ձգեի, 4-ի վրա այնքան կբարկանայինք ինձ վրա, որ ուղղակի կփոխեի մասնագիտությունը, կկատաղեի։ Ամենաբարդն ինչն էր այդ, որտեղ շատերը կա այդ bar exam-ի մեջ, իսկապես ու եթե sweet film-ը հիշում ենք, մեջը ամենակարևորը ինչն էր, որ կար երիտասարդ տղա, որը գնում էր ֆենոմենալ հիշողություն ուներ ու բոլորի փոխարեն հանձնում էր անօրինական ձևով իհարկե։ Հա, բայց իր կինն չէր կարում հանձնել Էլսաթը։ Այո, եւ հետո արդեն հանձնեց, որովհետեւ էլի դժվարությամբ, բայց մի քանի անգամից հետո նույնը այնտեղի։ Այն ինչն էր ամենաբարդը։ Իմ համար ամենաբարդը միշտ եղել է այդ քննության հայտարարելու օրը, որովհետև ԱՄՆ-ում bar exam կարողանում ես հանձնել ընդամենը տարին 2 անգամ եւ դա ամբողջ Ամերիկայով մեկ է, ուղղակի կան նահանգներ, որ exam results ասվածը մի քանի ամիս շուտ է, բայց միշտ բոլորը հանձնում են հուլիսի վերջի 3-շաբթի եւ 4-շաբթի օրը, հուլիս ամսվա, կամ փետրվար ամսվա վերջի 3-շաբթի 4-շաբթի օրը, որովհետեւ քննության մի մասը վերաբերվում multiple states bar exam, որ ամբողջ նահանգների համար նույնն է, ոնց որ հարցն է եւ 4 պատասխան, մյուս մասը ամեն նահանգ իր առանձին essay portion-ն է, որ դու քո խնդիրը ստանում ես, դու քեզնից պետք է օրենքը հիշես, գրես, application անես եւ այլն։ Եվ միշտ իմանում ես պատասխանները նոյեմբերի առաջի շաբաթի ուրբաթ օրը, հա, ու մինչև պատրաստվես, ներքին anxiety ունեմ նոյեմբեր ամսվա եւ մայիս ամսվա առաջի շաբաթների համար։ Եվ քննության ես պատրաստվում։ Իրականում ես այս նոյեմբերին ես ներքուստ այդ գիշեր արթնացել եմ քրտինքի մեջ անկեղծ։ Ես այդ որտեվ ինձ 5 տարի տևեց, բացի այն որ 5 անգամ էր, բայց այս տարին միշտ փետրվարները չգիտես թե ինչու, բացի գիտեմ ինչու, որտեվ նույնպես չէր հասցնում վերականգնվել, որտեվ փետրվար փոքր ամիս էր, նոր տարի էր ընկնում, ես իմ աղջկան չէի կարա բացատրեի, որ ես մաման պարապում է Էլիզաբեթ ջան, չենք կարող մենք նոր տարի նշենք կամ ես քո համար տոնածառ դնեմ, բայց այդ 4 անգամ հենց այս գրասենյակում ենք Արմինեն ստուգեց ու որ sense նայեց գլխի հենց իր սենյակից ես հենց այստեղ նստած էի գլխով արեց որ չեմ անցել այդ նոյեմբեր ամիսն էր էլ չի ուզում գրանցվեի բայց այդ սիրուն դեմքով չէ հա ու շատ հանգիստ հետո իր ամուսինն էլ եկավ Արտուրն չէ շատ հանգիստ գրկեց այդ ինչ կապ ունի բան ու Արմինեն արդեն գրանցվում է իմ տեղը ասում եմ անոր անգամի հա մի անգամ ասում եմ բայց ես ոնց որ չեմ ուզում մտնեմ ասում եմ բայց քեզ ոչ մեկ չի հարցնում դու պետք է մտնես որովհետեւ ու ես փետրվար անցա որ միշտ խուսափում է այդ փետրվար ամսից իրականում ասում եմ փետրվարներ ու Արմինեն իրականում որովհետեւ այդ ամբողջ այդ խոսակցությունները ես եթե լինեի մենակ այս աշխարհում իմ տունիկի մեջ ես 10 անգամ եմ միգուցե մտնեի չնեղվեի, բայց քանի որ բոլորը խոսում են, բոլորը քննարկում են, այ Լուսին որ մի քիչ Instagram մտնի, Լուսին չգիտեմ սենց, վայելի չանցավ, արդեն որերորդ անգամն է մտնում, մարդ որ 3 անգամից չի անցնում, ուրեմն մի բան չգիտի, ավելի լավա չանցնի։ Լուսիս ովքեր են այդ քննարկողները։ Բոլորը։
սկսած ամենահարազատ մարդկանցից, ընկերներից, բարեկամներից, մինչև անգամ անծանոթ մարդիկ, մինչև անգամ Instagram-ում այլ account-ներով ինձ գրող մարդիկ, էլի չանցար, իսկ մտել ես, չես մտել։ Բայց ես համոզված եմ, իրանցից ոչ մեկ չի եղել top համասարան ավարտած, առաջի անգամից բարեգզեմ հանձնած։ Ես համոզված եմ, բոլորն եղել են 28 անգամ fail արած, իրանց կյանքում երբեք փաստաբան չեն եղել։ Ես ուզում եմ հիմա մի կարևոր հարցի մասին խոսենք։ Այդ երբ վիրտուալ իրականությունը դարձավ իրական իրականություն։ Եվ բոլոր մարդիկ, ովքեր գրում են, միշտ չի որ գրում են լավ միտումով, որպես կանոն ցավոք հակառակը, եւ ուզում են ոչ միայն կոտրել դիմացինին, այլև արդարացնել իրենց անգործությունը։ Այսինքն այդտեղ նեղվելը դրա համար հարց ունեմ, ովքեր, որովհետեւ բոլոր բառը ինձ համար ոչինչ է։ Ես հստակ սիրում եմ գործել անհատների հետ։ Ու դուք էլ երբ սկսում եք օրենքները բացել ու քննել ու ձևավորել ձեր ուզած այդ քարտեզը, ինչով պիտի աշխատեք, դուք անհատին եք վերցնում, չէ՞ ոչ թե բոլորին։ Միանշանակ, այո։ Այսինքն մի նախադեպը աշխարհում ձևավորում է փաստաբանական հստակ ուղղվածություն։ Մի նախադեպը հաղթական։ Այո։ Եղել է արդյոք ձեր կյանքում այդպիսի նախադեպ, որը այնքան յուրահատուկ է, որ դուք ուրախացել եք այդ հաջողությամբ անկախ դրա մեծությունից իրական։ Այո, եղել եմ։ Դու ասես, ջազը։ Իմ դեպքում ես հիշում եմ, ու ելի կարող եմ մի քիչ վերադառնանք այդ թեմային, մի հատ աղջիկ եկավ prospective client, այսպես ասած, Արմինեի մոտ կոնսուլտացիայի, իր մոտ green card-ը չէր ստացվում, մի քիչ շատ մասնագիտական է, բայց ասում էի, որ չունես I94, ուրեմն քեզ green card չի հասնում, մուտքի իրավունք չունես։ Դա Արմինը լսեց, հասկացավ, ասեց, այս գործերով զբաղվում է Լուսին, կմոտիկանանք, ինքը կանի։ Այդ աղջիկը եկավ, ամեն ինչ ես բացատրեցի, ասեցի իմ ստրատեգիան, մշակեցի իր դեպքի համար յուրահատուկ։ Ու ես այդտեղ խնդրեմ չտեսա, որովհետև ես իր լուծումը գիտեի, նախադեպները գտել էի ու կանեի ու վստահ էի, որ կստացվի։ Բայց ինքը բերել էր այլ հայտնի փաստաբանների ու մի քանի փաստաբանների մոտ վստահ եմ արդեն եղել էր, որ եկել էր մեզ մոտ։ Հաջորդ անգամ զանգ եմ ստանում, այսինքն ես չեմ զանգ ստանում, ծուր Արմինեն են զանգում, ասում են, բա ինչի Լուսին ինքը փաստաբան չի։ Արմինեն ասում է, դե ինքն է այս գործերով զբաղվում, բայց մենք կասկածում ենք, բա միգուցե չստացվի։ Ու մի հատ էլ գտնում է էլի ինչ որ անձինք, որտեվ այս մեծ գյուղա չէ, ԱՄՆ-ն բոլորը իրար ճանաչում են։ Լուսի մասին կարծիքներ է հավաքում, բա ինքը իմ գործը չի անում, իմ զանգերին չի պատասխանում, արդեն քննությունը անցել է, լիցենզիան ստացել է, միգուցե զանգենք, բառ բողոքենք, որ իմ գործը ես դեռ չեմ հասկանում այդ մասին է խոսք։ Ինձ ասում են այդ ամեն ինչը, չգիտեմ, որ դա նույն անձն է։ Մի խոսքով մի օր շատ ուրախացած, ինքը իր green card-ը ստանում է, զանգում է ինձ, բայց չէի հավատում, բայց ստացվեց, ասում եմ, դե ես հավատում եմ։ Հետո իմանում եմ հենց ինքն էր այդ խոսացողը, որ Լուսին չի անում։ Իհարկե մեծ հաղթանակ էր, որ ես իմ խոսքի տերն էի, ես իհարկե գիտեի, որ դա կլինի, բայց ոնց կարելի է այդ մոտեցման մոտիկանալ։ Փչացնել մարդու անունը առանց որևէ բարոյական հիմքերի։ Այո։ Եվ նույնիսկ եթե ունեք հիմքեր, ինչպես կարելի է փչացնել մարդկանց անունը։ Մենք գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ ուղղակի սկզբունք ունենալու պատճառով կարող են փչացնել ձեր անունը։ Զգուշացեք նմաններից։ Այո։ Արմինե, ձեր այդ հաղթանակը։ Էվոլյուցիա հիշվել է։ Երևի իմիգրացիային այդքան չի վերաբերվում, ինձ թվում է լավագույն հաղթանակը եղավ, մենք դեռևս նախկին ընկերությունում պաշտպանում էի մի ընտանիքի disabled, հա, որը հաշմանդամ, բայց ուղեղով հաշմանդամություն ունեցող աղջկան ավտոբուսի մեջ վարորդը սառական բռնաբարություն է կատարել, հա, այո, որը ու հղիացել է աղջիկը, դե չի հասկացել ինչա կատարվել, մայրը հասկացել է, թեթև գերացել է եւ այլն, խայտարակ մի պատմություն, ինքը ոչ ման չգիտեր, չես կամ իրեն հարցեր տաս, հոգեբանի միջոցով ենք փորձում հարցեր տայինք, իրոք էլի, որ շատ դաժան պատմություն, ընտանիքը ստացավ $126 միլիոն վճար, որ իրան մինչև վերջ իրան գումար տան, որ ինքը լավ ապրի, բժշկական, այո, նախընտանիքը շատ լավ լինի, դե punitive damage, այս երկրում կա punitive damage ասածը, որը պատժում է հոգեպես, եթե դու ծանել ես մի բան տարել, ու այդ էր, այսինքն թե չէ ֆիզիկական ինչ-որ բժշկական ծախսեր եւ այլն մոտ 20,000 էր, ինչ որ բայց ո՞նց ապացուցեցիք, որ դա հենց այդ վարորդն էր։ Ինքը խոստովանեց եւ նստած է հիմա բանտում ինքը իրան տվել են 30 տարի, որովհետեւ այդ մարդը մտքով minor էր, երեխա էր համարվում, էլի, իր ուղեղի կարողություններով, ինքը արդեն խոստովանեց, որովհետեւ ամեն ինչ ուրիշ տղամարդու հետ բան չէր եղել, ոնց որ կապեր չուներ եւ այլն եւ իրան ստուգեցին արդեն ուրիշ, որովհետեւ ունի գրաֆիկ էլի այդ երեխան, այդպես, այդ ամենադերևի դաժանագույնն էր, որ քրտնաջան աշխատանք, մի ամբողջ բանակ, հա, փաստաբաններ, սարսափելի բան, այսինքն ոնց էլի, ոնց ապավագրությունը վճարեց։
Այդ ուզում եի հասկանալ մարդկային ապահովագրություններ, թե երեխայի ընկերության, ընկերություն, որտեղ որ վարորդը աշխատում էր, այսինքն առանձին ընկերություններ, որտեղ պետության կողմից վարձակալած ընկերություններ, բայց private ընկերություններ, որը ուներ վարորդներ, ավտոբուսով ու փոխանցում էին, այդ երևի ամենաշատ որ տպավորված է այդ գործով, որ ուզում էինք մարդկային ձևով ամենալավագույն հաղթանակը տանենք ընտանիքին։ Ես ունեմ այսպիսի մի հարց։ Ամեն անգամ ապշում եմ, երբ բժիշկները կյանքի ու մահվան պայքարի մեջ կարողանում են հանգիստ դեմքով, չեմ ասում անմասն, բայց առավել հանգիստ ու հավասարակշիռ դեմքով կամ էությամբ հայտնել ընտանիքի անդամներին այս կամ այն խնդրի մասին։ Կարողանում են, ես ինչու եմ ասում, որովհետև երբ ինձ ուղարկում են հազարավոր նամակներ ամենատարօրինակ խնդիրներով ու հարցերով, ես առաջ անում էի Armenia TV-ով մարդկային գործոն հաղորդումը, շատ սիրում էի այն եւ ունեի սոցիալական բաժիններ, երբ գալիս էին շատ անապահով մարդիկ, գալիս էին խնդիրներ ունեցող երեխաներ եւ մի անգամ մի կռնատ աղջկա պատմություն էր, որ ուղղակի չէր կարողանում տրանսպորտի մեջ ոտքի մատով հանել տրանսպորտի 100 դրամը տալ եւ վարորդը միշտ խնդիր էր առաջացնում այդ աղջկա, դուք պատկերացրեք սիտուացիան շատ վատ էր, հա, ու ես հիշում եմ, որ իմ այդ բոլոր հյուրերին ես իմ կապ չունեցող աշխատավարձով ուզում էի ինչ-որ կերպ օգնել, հա, ու բնականաբար դու չես կարող փրկել բոլորին, բայց ինչպես եք դուք կարողանում օտարել ուրիշի ծանր խնդիրը ձեր կյանքից եւ ինչպես եք հետո կարողանում դուրս գալ այդ ծանր process-ից ու ապրում եք չէ՞ նրանց ընտանիքների մեջ արդեն։ Իրականում մի քիչ բարդ է, մանավանդ ես էլ թե Արմինեն էլ իրենով ապրումակցող եք։ Այո։ Ասա երկու օր առաջ օրինակ աղջկա պատմություններ եկավ, պատմել դատարանում։ Եկեք պատմեմ իրականում։ Դատարանում հետաքրքիր չի Արմինեն։ Չքնաղ ընտանիք։ Չքնաղ, այն որ ուզում ես օգնես, որտեվ հրաշք ընտանիք, որը որ մասնատված ընտանիք ա եղել 17, ասեմ ու շարունակես, 17 թվականին եկել է մայրը այստեղ, ունեցել է կարիք ապաստարանի, ամուսինը իր տղայի հետ, հա, եկել են 23 թվականի սկզբին ծրագրով առանց խնդիր եւ աղջկան որոշ հանգամանքներով ստիպված են եղել թողնել, աղջիկը այդ ժամանակ եղել է դեռևս 17 տարեկան, 17-18, այս անչափահաս։ Այո, ամեն դեպքում անչափահաս։ Այս երկրում էլ դա 21 տարեկան է չափահասությունը, հիմա այստեղ 19 տարեկան է եւ 1 տարուց գրեթե ավել եղել է կալանավայրում, detention-ում։ Իմիգրացիոն իհարկե։ Հա, այո, որտեղ չի կարող գալ ու հա, ունեցել եք լսում, արդեն լսում ենք շարունակեմ։ Պատմության ամենահետաքրքիր պահը այն էր, որ ինքը իմիգրացիոն նպատակից ու ապաստարանի դոկտրինից ելնելով դու ինքդ պետք է, եթե անգամ 19 տարեկան ես, դու քո դեպքերը պետք է ունենաս։ Ու ինչ որ հստակ կանոնակարգեր կան, ինչքան է նույն էմոցիաներով մենք հասկանում ենք, որ մարդը կարիք ունի ապաստարանի, բայց օրինակ եթե քեզ ընտանեկան բռնության ես Հայաստանում ենթարկում ու մենք գիտենք ինչ պետություն է, չէ՞, Հայաստանը ամուսինդ կարա քո ճանապարհները լավ փակի ու դու մի կերպ փախնես, բայց օրվա վերջում երբ որ գալիս ես ԱՄՆ պետությունից խնդրում ես ապաստարան, քո ամբողջ պատմությունը մնում է ընտանեկան բռնությունը, դա այդքան էլ հիմք չէ։ Հիմա այս աղջկա մոտ պատմության հիմքը իր մամայի, պապայի ստեղծած այդ քաղաքական իրենց հայացքների համար պայքարներ, որը դե 17 տարեկան աղջնակի ինչ պայքարի մեջ պետք է մտներ, չէ՞։ Շատ մի երկու անգամ կարող է ոտնձգություններ եւ այլն, բայց դե երեխան էլ պետք է փախներ, որտեվ ընտանիքի ու պրոցեդուրալ տեսանկյունից մամայի գործին չէր կարող կպնել, այլ պապայի հետ չէր կարող դուրս գալ, որտեվ չափահաս է, ինչևից է, մնացել էր իմիգրացիոն բանտում մենակ, որտեվ ինքը իր գործը պետք է պաշտպաներ։ Եվ իրականում չուներ հիմքեր ու հենց այդ տեղեր, որ այդտեղ է ուժեղ փաստաբանի ուժեղ կողմը, որ դու դատավորին տեղ ես հասցնում թե քո էմոցիաներով, թե օրենքով, նաև ինչի՞ չէ, մենակ էմոցիայով իրավունք չի կառուցվում, որ հասկանում ենք հիմքեր չկա, ես որպես փաստաբան Արմինեն ներկայացնելով, որ հիմքեր չկան, բայց ինչ անես այդ երեխան իրականում։ Ու մի հատ նենց որոշում արեց դատավորը, որ ինքը դատավորը նշեց, որ նման բան ես իմ կյանքում չեմ արել։ Ու բավականին խիստ դատավոր, որ հայերի մեջ տարածված է, իր մոտ դատշայել այդ անհնար բանա մի հատ փորձեք։ Նույնիսկ Ստիվեն Մարկուս, որը շատ խիստ կարծրատիպեր ունեցող նախկին դատախազ, որ բոլորին շատ լավ գիտի, հայկական кейսերը գիտի, հեսա ամեն ինչ գիտի, շատ լավ ուսումնասիրել։ Մեզնից լավ գիտի։ Այո, միանշանակ, այո, 6 ժամ կռվից հետո, այո։ Նշենք, որ հիմա դատախազների մեջ նաև ամերիկյան կան հայ դատախազներ, հենց հայ, որ կարող է ստեղ են ծնվել, բայց նորից հայկական իրականությունից կտրված չեն, այսինքն նրանք ամեն ինչին հակադարձ պատասխանը ունեն։
Այդ 90-ականները չի որ բերեինք, ասենք ես երթվում եմ ինձ սպանում են, մի երկու հատ էլ ապացույց, էլ վերջ հավատում էին։ Ու շատ լավ որոշում ա կայացնում դատավորը, որ շատ հուզիչ էր։ Իհարկե աղջիկը գիտակցում որ պետք է հետ գնա, բայց հասկանում ա որ դատավորը իրան հնարավորություն տվեց անգամ 1 ամիս հետո նորից ԱՄՆ մուտք գործելու առանց մաքուր, ասում են նենց կանեմ։ Որպես տուրիստ։ Որպես ինչ ուզում ես, այսինքն ընտանիքի միացում, որտեղ մյուս տարի արդեն գիտենք, որ մայրիկի ինտերվյուն կլինի կմիանա, բայց ամեն դեպքում առանց դեպորտ ասվածի, որ ինքը կարա վաղնել, դիմի տուրիստական, ամուսնական նպատակներ, ցանկացած նպատակ, որ մաքուր էջով կկարողանա ու դատախազնել հայ դատախազը չէր համաձայնվում։ 4 ժամ կռվից հետո եկավ ռուս դատախազ, ասեց ես համաձայն եմ։ Բայց ինչ կյանքի իրականություն, չէ՞, հայ դատախազը։ Ես ուզում եմ մի բան ասել, որ ամեն դեպքում մենք մեզ շատ խանգարում ենք միշտ եւ խանգարել ենք եւ կխանգարենք, ու ինձ որ հիմա վերջերս հարցում են, բայց ո՞նց էսպես մենք դարձանք, ես ասում եմ մենք չդարձանք։ Հետեն էր ինչ կար դարերով եկած մեր ԴՆԹ-ի մեջ եւ որին չէինք ուզում առերեսվել։ Եվ երևի ժամանակն է հիմա ասում եք քարերը նետելու ժամանակը կա եւ կա քարերը հավաքելու ժամանակը։ Եվ երբ որ ինձ համար կապ ունի իմ ազգի այսինչ կամ այնինչ մարդը ինչպիսին է։ Ու ես խորապես սիրելով ու հավատալով արդարությունը, որպես երևույթ, ես գտնում եմ, որ քո ազգակցին օգնել կարողանալու պարագային չօգնելը ամենավերջին անբարոյականությունն է։ Բայց դա իմ տեսակետն է, որ մենք կիսում ենք։ Հա, շնորհակալ եմ, որովհետև կարող են այլ կերպ մտածել, բայց եթե դու կարող ես լավ գոնե չխանգարել, ասում ես չես օգնում, գոնե մի խանգարի։ Մենք գտնվում ենք Emperor Law Firm-ում, իսկ ես ուզում եմ նաև ու կարևոր շնորհակալությունս հայտնել Spin Ideas Agency-ին, որոնք հեռարձակում են իմ ոդկասթը ու սովորաբար երբ Հայաստանում եմ ամեն կերպ ապահովում են իմ ոդկաստյան ձևաչափը եւ ես շատ շնորհակալ եմ եւ նրանք ձեզ առաջարկում են նաև տարբեր YouTube-յան նոր մասնագիտացումներ, արդեն սոցկայքերի հետ կապված մասնագիտացումներ, որոնք իրականում այսօր կարևոր են ու անհրաժեշտ են յուրաքանչյուրին։ Այսպիսի լավ բան կա, խոսք կա, ասում է դատարանը այն վայրն է, որտեղ խոսքը կարող է դառնալ զենք, բայց նաև արդարություն։ Այսինքն միշտ չի որ զենքը կոնֆլիկտի պատճառ է, շատ դեպքերում այն, ինչպես ասում են, ուժն է ծնում իրավունք։ Եվ ուժը նաև ոչ միայն զենքի կամ ֆիզիկական ուժի մասին է, այլև իմացության, գիտելիքի եւ ճիշտ ասված խոսքի։ Վերադառնանք ձեր հայկական իրականություն ամերիկյանից, դուք սովորաբար շփվում եք հայերի հետ։ Բայց ունեք նաև այլ ազգի ունենք այցելուներ։ Այո, շատ մանավանդ post-սովետական միության ազգի Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Բելարուս, Կազախստան, Կիրգիզստան։ Ասեք, խնդրում եմ, կան ընդգծված տարբերություններ, թե ում հետ եք աշխատում։ Չէ, ստիպված ենք որպես հայախոս, հա, փաստաբաներ եւ ռուսախոս, էլի աջակցենք հայ համայնքին, ինչպես նաև ռուսամետ մարդկանց, այն մարդիկ, ովքեր ռուսախոս են, բայց չէ, որպես այդպիսի ուղղվածություն չունենք։ Ուղղակի մենք մեր հասկանալությամբ, հա, օրենքի այդ տեսանկյունից, թե ինչպես է նաև Հայաստանում եւ նախկին ԽՍՀՄ երկրներում ամեն ինչ ապրել, երևի մենք ավելի շատ ենք կարող օգնենք մեր հայ համայնքին, քան օրինակ օտար փաստաբանները, որովհետեւ օտարները շատ բաներ չեն հասկանում։ Նկատի ունես մենթալ տարբերության։ Նաև իրավաբանորեն։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը ծնվել է Բաքուում, Ադրբեջան, բայց մենք հասկանում ենք դա ինչ-որ պահ դարել է միգուցե այդ մարդու ծնվել է տեղը եղել է նաև Արցախ, հա, հետագայում, թե ինչի են Արցախում ծնվածներից շատերը, իրենց ծննդավայրը գրված է Ադրբեջան։ Որովհետև Սովետ միության ժամանակ այդ սխալը եղել է, որը ցավոք սրտի հիմա վերածեցին արդեն գոյություն ունեցող փաստի։ Այո, բայց հետո էլ հարց է լինում, թե եթե մարդը ծնվել է Ադրբեջանի իրավունքն էլ ասում են դու ծնվել ես մեզ մոտ, մենք քեզ անձնագիր կտանք, արի, մենք քեզ անձնագիր կտանք, արի մեր մոտ ապրի։ Բակարը հայը գնա Ադրբեջանում ապրի, ասում ոչ։ Միանշանակ ոչ։ Միանշանակ ոչ, դե արի ու դատավորին բացատրի։ Երբ որ դատավորը այստեղից է, գնա այս Լոս Անջելեսով որ շփվել է տարիներով հայախոս, հա, հայամետ Մարսայի հետ եւ գիտի հայկական իրականությունը, իրանք տեղյակ են։ Իսկ Լուիզիանայում բացատրել թե ինչ ինչի չեմ կարող, ես Ադրբեջան թազա երկիր, ինչու ոչ, պրոգրեսիվ շատ երկիր իհարկե, էլ շատ բնական հանածոներով հարուստ երկիր, հա, այսինքն աշխատել է, տեղ կարող ես ունենալ եւ այլն, ինչու չես կարող վերադառնալ, շատ դժվար է մեզ լինում բացատրել, որ նույնիսկ օրենքի տեսանկյունից Ադրբեջանը կարող է ստուգումներ կատարել ցանկացած մարդու, որ Հայաստան նույնիսկ ֆիզիկապես եղել է։ Այդպես է, հա, միջազգային ստանդարտներով, բայց այդ իրականությունը մեզ միշտ դժվար է
ուրիշ նահանգներում։ Դա ինձ թվում է հիմա արդեն ուղղակի ցանկացած հայկական լրատվականից եթե սկրին անեք օրվա լրահոսը եւ ներկայացնեք դատավորներին ու դատախազներին, այնքան հեշտ կապացուցվի, որովհետեւ այսօր անգամ Հայաստանի Հանրապետության ներսում Ադրբեջանի ձեռքերը այնքան երկար են, որ հասնում են հենց ներսում գտնվող մարդկանց, մանավանդ եթե նրանք ունեն արժեքային համակարգ, հայրենասիրություն եւ ուզում են ապրել իրենց երկրում Հայաստանում։ Էլ չեմ խոսում ես Արցախի մասին, որը արդեն վերջնական փաստացի ազդարարեցին, հայտարարեցին որպես Ադրբեջանի կազմում գտնվող միանշանակ։ Եվ այդ ամեն ինչը իհարկե ոչ օտար փաստաբանի ավելի դժվար կլինի ներկայացնել, քան դու դրա մեջ նախ մենք ծնվել ենք, դա մեր աչքով տեսել ենք, ապրել զգացել ենք։ Սկսենք օրենսդրական մեր երթը։ Մի քիչ ասում եմ իրար հետ ծանոթացանք, հիմա անցնենք բուն գործի։ Արդյոք նորմալ է ունենալ երկքաղաքացիություն։ Լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, թե չձեր նշած Բելարուսիայի, այստեղ եւ այնտեղ։ Եվ որքանով են դրանք իրար խանգարում կամ օժանդակում։ Այսպես պատասխանեմ, իհարկե, երբ որ դու ԱՄՆ-ում դառնում ես ԱՄՆ քաղաքացի, իրենց համար նորմալ է ունենալ երկել, իրենք չեն էլ հարցնում։ Այո, դու ունես Ռուսաստանի քաղաքացիություն, Հայաստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, թույլատրելի է։ Վերադառնանք Հայաստանին, Հայաստանի օրենսդրությամբ էլ թույլատրելի է ունենալ երկքաղաքացիություն, ինչը օրինակ Ռուսաստանը չի ընդունում, դրա համար, երբ որ հայերից շատերը գնում էին Ռուսաստան, պահանջում էին վերային թուղթ, որ հրաժարվել են հայկական քաղաքացիությունից։ Սակայն այս վերջերս լուրեր են պատտվում, որ կոնգրեսմեններից մեկը ԱՄՆ-ում առաջարկել է, որ երբ որ անձին տալիս են Իմիգրանտ նշեմ, կոնգրես, այո, իմիգրանտներից, այո, կոնգրեսներից մեկը, այո։ Առաջարկել է, երբ որ ԱՄՆ քաղաքացիություն ենք շնորհում անձին, պետք է ստիպենք, որ այլ քաղաքացիություն ունեն, եթե այլ անձնագրեր ունեն կամ այլ քաղաքացիություն ունեն, հրաժարվեն։ Բայց եկեք որոնք են էլ այդ ստիպելու մեխանիզմները, ինչ պիտի անեն։ Այդ հենց հարցի շարունակությունը երևի դա էր, որ ավտոմատ ուզում էի ասել, եկեք նաև հասկանանք, որ ես բերեցի թուղթ Հայաստանի Հանրապետությունից, որ հրաժարվել եմ։ Ներկայացրեցի ԱՄՆ-ում, իրանք ուրախացան, ինձ տվեցին ԱՄՆ արմձնագիր։ Ես վերադառնում եմ Հայաստան, մեր հստակ մեր օրենքով ասում է դու կարող ես, եթե ծնվել ես ՀՀ-ում, Հայաստանի Հանրապետությունում, դու 7 օրվա մեջ գնա դիմի անձնագրային վերականգնի քո հայկական անձնագիրը։ Ըստ էության դու ավտոմատ դառնում ես Հայաստանի քաղաքացի, հետեւաբար ունես քաղաքացի, պարզապես անձնագիր չունես։ Okay, green card ստանալուց հետո ինչպես են կարգավորվում զինծառայության հետ կապված հարցերը։ Green card-ը չի ստիպում, որպեսզի անձը պետք է լինի բանակի ոնց որ military կարիք չունի գնա բանակ։ Ծառայացնել։ Այո, ընդհանրապես կարիք չունի։ Նույնպես քաղաքացի դառնալուց հետո չկա այնպիսի բան, որ տղամարդիկ պետք է անպայման գրանցվեն եւ բանակային այդպես պարտադիր բանակ չկա։ Ընտրովի է։ Այսինքն կարող է ցանկացած մարդ գրանցի, բայց պետք է լինի քաղաքացի։ Ուղղակի կուզեի նաև ավելացնել, ինչն է առաջանում խնդիր մեր հայ ազգի մոտ, որ իրանք ինչ որ մի կետի վրա միգրացիայի են ենթարկում եւ գալիս են, բնակվում են այստեղ, ունեն տղա երեխա, զին այդ 14 տարեկանում են, չէ, ուչոտ ասված են կանգնում եւ դրանից հետո երբ որ ունեն մեն green card, բայց փաստացիություն են հայկական անձնագիր։ Իրանք մտածում են, որ վերջել իմ տղան կարա չծառայի, բայց եկեք ամենակարևորը տարանջատենք, որ green card-ը ընդհանրապես ԱՄՆ-ի համար, ԱՄՆ-ի երկրում քեզ տալիս է մշտական բնակության իրավունք։ ԱՄՆ սահմաններից դուրս դա ոչ մի բան, այդ թուղթը ոչ մի պետության համար չի գործում, փաստացի դու ՀՀ քաղաքացի ես։ Հազար ներողություն, ինչպես որ O վիզան, որով ես գալիս եմ աշխատելու, տալիս է իրավունք այստեղ մասնագիտական գործունեություն ծավալելու, բայց ոչ թե իրենց բոլոր օրենքներից օգտվելու ու հաստատ ոչ իմ երկրում այլ հարցեր լուծելու դու եւ քո վիզան այ քեզ բան։ Նույնը իրանց համար։ Okay, մենք քեզ տվել են green card, շատ հաճելի է, բայց դա նաեւ երաշխիք չէ, որ դու քաղաքացի կդառնաս, հաշվի առնելով նաեւ այսօրվա իրականությունը, որ ուզում են բարթացնեն քաղաքացի դառնալու կանոնները ԱՄՆ-ում։ Ինչու՞։ Տրամպյան է այդ բարդությունը։ Այո, արդեն իսկ փոխել է, արդեն հոկտեմբեր ամսից հստակ գործում են նոր կանոնակարգեր։ Նախ այդ հարցաշարը, որ անգլերեն տեստեր չէ, 120 հարցեր, որից 10-ը պետքա պարտադիր հարցնեին, որից 6-ը պատասխանում էր, եթե ճիշտ էր պատասխանում, անցնում էր։ Հարցերն են փոխել։ Եվ պետության պատմության վերաբերյալ թե տարբեր բաներից։ Պատմության հիմնականում սահմանադրության, այո։ Շուտ, բայց նորմալ չէ, որ որևէ երկրի քաղաքացի պիտի օրենքները իմանա։ Իմ կարծիքով մանավանդ տարական օրենքները անպայման պետք է իմանա։ Ես կուզեի Հայաստանում լիներ այդ։ Իսկ ի՞նչն է մարդկանց այդքան ձգում այս երկրում, իր բոլոր բարդություններով հանդերձ։ Հնարավորությունը։ Երևի հնարավորությունը եւ այն հանգամանքը, որ դու կարաս լինես ինչ ուզում ես, ով ուզում ես։ Իրոք։ Ով ուզում ես, երբ ուզում ես։
Իմ համար էլ ամերիկյան այդ American Dream ասվածը Որտեղ ես ոնց նայում եմ մեծ մասը Uber-ում են կամ Lyft կամ չէ, ասում եմ առանց թերացնելու որևէ մեկի արած կարևոր աշխատանքը։ Ինձ համար չկա մասնագիտական անկարևորություն։ Այո։ Կամ մատուցող, կամ լավագույն դեպքում bakery-ներում, այսինքն հացերի թխվածքների արտադրամասերում, այսինքն այն ամենը, ինչը կարելի անել նաև Հայաստանի Հանրապետությունում։ Մենք էլ նաև տեսնում ենք այն մարդկանց, ովքեր որ գրում են MIT համալսարան եւ աշխատում են Google-ի համար։ Մենք էլ այդ մարդկանց ենք տեսնում։ Ընդունեցի ձեր 16 տարեկան տղաների։ Եթե լինենք անկեղծ, ինձ համար հացթուխը պակաս կարևոր չի, քան Google-ում աշխատող տղան, որովհետև Google-ը եթե չլինի, ես չեմ մեռնի, բայց եթե հացը չլինի, մեզ լավ չի լինի։ Այո։ Այսինքն նորից մասնագիտական բանի մասին չի, ուղղակի եւ հնարավորություն, ուղղակի անսահման հնարավորություն։ Մասշտաբ Մասշտաբ, այո։ Հետո այդ մրցակցությունը իհարկե հայերի մեջ միշտ կա, եթե Վարշավյանցը լավ է աշխատում, եկեք իրար կողք բոլորս բացենք։ Փողոցներով են արդեն։ Հա, հետո չգիտեմ, կեղծ շորի ես էս վերջի անգամ որ Հայաստան եղա, ինձ թվաց ես Միլանում եմ կամ Հռոմում եմ, որովհետև իրար կողք այդ շորի խանութներն էին։ Ասում իմաստ էլ իրար կողք կեղծել է լավ, նորմալ է, բայց նույնատիպ խանութ է, գոնե ինչ որ մի յուրահատուկ բան, որ մարդիկ հագնեն, տարբերվեն։ Այստեղ այդ competition ասվածի կա բնականաբար, բայց սպառողը շատ է եւ երևի թե ամեն մեկը որ ցանկություն ունի իր վրա աշխատի, առաջ կարա գնա։ Իմ համար ամենն հնարավորությունից բացի, որ դու լինելով ոչ մի մարդ, լինելով ուղղակի անձով ծնվել, մեծացել է, բայց ունի շատ մեծ ուժ, ցանկություն եւ եռանդ առաջ գնալու կդառնային ինչ ուզում։ Ու կապ չունի, դերասան կլինի, իրավաբան, հացթուղ թե MIT-ում։ Բայց եթե կենցաղով խեղդում է ու ճնշում է, չի լինում օրինակ հիասթափություն կամ նույնիսկ մեծ ճանապարհները, երբ որ ակետից բկետ եք գնում, ուտում է ձեր ամբողջ ժամանակը ու հաճախ ժամանակ չի մնում ամենաթանկ ու հարազատ ընտանիքի կամ ընկերների համար։ Այդ միանշանակ ես կարող ասել, որ Միացյալ Նահանգներում բոլորը աշխատում են շատ։ Այդ ես կարող եմ ասել, որ երբ որ մենք էլ վերադառնում ենք Հայաստան, ես ինքս էլ զգում եմ, որ մարդիկ ապրում են երեկոյան։ Իրոք կյանք կա։ Այստեղ մենք իրոք շատ ենք աշխատում։ Երկիրը պահանջում է, որ ընտանիքում կա 4 չափահաս անձ, 4-ները աշխատեն։ Ու կապ չունի լավ են ապրում, վատ են ապրում, ոնց որ երկիրն է քեզ ստիպում, որ դու պետք է միշտ զբաղված լինես, բայց այդ նույն էլի հենց այդ նույն աշխատանքի շնորհիվ է, որ մարդիկ առաջ են գնում։ Ես այդպես եմ տեսնում։ Այստեղ էլ նաև արդեն ով ինչ է իր կյանքի ապագան տեսնում։ Մարդկա ուզում է հանգիստ ապրի, մի քիչ էլ վայլի։ Մարդկա ուզում ավելի շատ արագ գնա, նայած ամբիցիաներ ասված, ով ինչ, ով վերջնակետը ինչ է, վերջնակետը նույն հացթուղ եւ բան երևի լեզվի բարիերն է իրանց համար կարծում եմ։ Եթե ժամանակ դնեն եւ լեզու սովորեն, առաջ կգնան։ Նույն Uber-ի ընկերություն կբացեն։ Ունենան իրենց վարորդները, այդ բոլորի նպատակն է, չէ՞, որտեղ դեռ դու կարաս շարունակես, կարող ես դու ընկերություն ունենալ, որ վարորդները քո համար աշխատեն եւ նույն Uber անեն, բայց քո վարորդները անեն, քեզ գումար տան։ Այդ ուղղակի ամբիցիան է եւ ինչ որ հեռատեսությունն է։ Գիտեք, Հայաստանում ու հայաստանցիների մասին այդ կարծիքը կա, որ չեն աշխատում ու վստահ կան մարդիկ, որոնք չեն աշխատում, ավսի իրենց աշխատելը չաշխատելու մասին է, քիչ չեն այդպիսիք։ Բայց ես հիմա ինձ եմ վերադառնում, ուզում եմ հասկանալ, 24 ժամ աշխատում ես, տանն էլ չասենք, չէ, փոշու քանակը, որը տանը որպես տնային աշխատող ինքդ անում ես քանակը ուղղակի անպատմելի է, էլի, ու երբեք չի ավարտվում դա, ինչ որ սիզիֆյան աշխատանք է անում, աստ ջարը բարձրացնում ես, էլի գլորվում է գլխիդ։ Եվ այդքանից հետո հա լինում են իհարկե երեկոներ, երբ այնքան ուժ չես ունեն, որ ընկերներիդ հանդիպես, բայց լինում են նաև երեկոներ, երբ ասում ես, բայց էլ իմաստ է իմ աշխատանքի, եթե ես հիմա չգնամ, ինձ ճակերտավոր այդ նեղությունը չտամ հասնելու X տեղ, որ միասին նստենք կամ իմ տանը հավաքելու, ինչ որ բան սարքելու, այդ Երևանում գոնե դեռ պահպանվել է ու ես այնքան եմ թանկ պահպանում, պաշտպանում ու սիրում այդ բանը, որովհետև այդ քիչ բաներից է շատ մեծ բնորոշ ու երևանյան։ Հետո մեզ մոտ վատ օդ է, կեղտոտ։ Քունդ չի տանում երբեք։ Այսինքն դու քնում արթնանում ես, քունդ էլի չի տանում, դու քնած քունդ չի տանում։ Դե ոտ չկա, դրա համար շատ պայծառ։ Հետո ինձ թվում է նաև կյանքից է։ Ես որոշակի քաղաքներ կա ԱՄՆ-ում, դա երևի մենակ Մայամիում եմ նկատել, որ ապրում են, մինչև գիշերվա 3-ը կյանք կա։ Հա։ Բայց Լոս Անջելեսում ժամը
10-11 մաքսիմում 12-ին վերջ մյուզիկ ոչ ման չպետք է լինի։ Ժորժ ջան, Լոս Անջելեսում ինից հետո փողոցները ձեր այնքան դատարկ են ու լույսերն անջատած, որ ես փողոցով քայլում եմ, ինքս ինձ վրա զարմանում եմ։ Ու այդ ավտոմատ բերում է նրան, որ դու գիտակցում ես ինին որ դուրս գամ փողոցում մարդ չկա, ինչ անեմ։ Իսկ որ եկա 21 թվին Հայաստան, իմ ընկերներից մեկը զանգեց, ասեց մենք ձեր տանտակի սրճարան մենք լույս կիչնես, նստենք, նայում տոսոնց կեսա, ասում եմ ես արդեն իմ պիժամայով պարկած քնած եմ, ասում լավ ամոթ ասեմ ես պարկել եմ, կասեն ես գիժ Ամերիկայից եկել է։ Իջա ու հասկացա, որ ժամը 10-ին նոր կյանքը սկսում էր, մանավանդ ամառը։ Նայած տեղ, կամրանը դե հա, կենտրոններում, բայց դրա համար էլ առավոտվա 3-ին եթե որոշում ես քնել, էլի այնքան աղմուկ է, որ չես քնում, բայց առավոտվա 5-ին էլ արթնացող քիչ կա։ Եթե հատուկ Իսկ մենք արտանում ենք 5-ին, ես ինքս 5-ից կես։ Դե որովհետև դուք պիտի այդ թրաֆիկը, բաները, Դե մենք թրաֆիկ չունենք այդքան։ Ես է թրաֆիկ չունեմ, դու քշել ինձ հանգստացնում է։ Այդ մի միջոց է իմ համար, երբ որ ես տխուր եմ, երբ որ ես ինչ-որ ապրումների մեջ եմ, ես պետք է երկար քշեմ։ Կարճ պատմեմ, անցյալ օրը այդ ավտոկանատեղից դուրս է գալիս լույսին, փոքրիկ գեղեցիկ մեքենա է, ես չեմ տարբերում մեքենաները, ու դե հետ ընթացով պետք է դուրս գա, որ քշի գնա, եկել հետևից ինչ որ մեքենա իսկապես խփում էր ու լույսին եմ հայկական նայ ասում եմ խփում էր ասում եմ լույս հայերը հատուկ ձևավորում են այդ որ գան հետևից խփեն Դու խուսափեց վարկյանում հարցը փրկեց որտեղ ուշադիր էր շատ լավ վարորդ այո դեռևս փորձս Հայաստանից ես Հայաստանի հին վարորդներից Հալամ Հայաստանից վարելուց հետո այստեղ բանը կես ճկույտով եւ աճ աչքով հանգիստ վարում ես վերադառնանք տարբերություններին օրենսդրական օրինակ Հայաստանի եւ այստեղի եւ արդյոք այդ օրենսդրական տարբերությունները ձեզ խանգարում են այստեղի գործը շահելուն կամ ինչ որ կերպ ներկայացնելուն Այդ լույսն ենք պատասխանի ես Հայաստանում պատասխանեմ, որովհետև իմ փորձը ես ոնց որ երկու մարդ լինեի Նազենին ջան, որովհետև երբ որ եկա ԱՄՆ որոշակի առարկաներ կային, որոնք լրիվ տարբեր էին իրենց մտածելակերպով, իրենց մոտեցմամբ, ինչը որ ես օրինակ սովորել եւ փաստաշխատել էի Հայաստանում։ Ինձ համար ամենադաժանը երևի թե եղել էր այդ վկայության իրավունքը, դոկտրինը վկա լինելու քաղաքգործերով, քաղաքացիական, որտեղ Հայաստանում երբ որ կա պայմանագրային ինչ-որ մի վեճ, օրինակ տարական բան, ես ձեզ գումար եմ գնում ենք դատարան, ես ասում եմ, ես $5,000 հետ եմ ուզում վերցնեմ Նազենից, դուք էլ պնդում եք, որ չէ, ես ոչ մի գումար էլ չեմ վերցրել, չեմ։ Դատավոր ինչպես է դա կարգավորում, իհարկե կներեք, եթե օրենք է փոխվել, չգիտեմ, բայց վստահ եմ դա այդպես է։ Ուր է պայմանագիր բերեք, էլ քիչ է պայմանագիր թող նոտարական վավերացում լինի, տո մի հատ էլ կադաստրում գրանցված լինի, եթե վարկի ինչ որ բանի մասին է խոսքը գնում, այսինքն բանավոր խոսքը ուժ չունի Հայաստանում, չի կարող հայտնվի Արմինեն եւ պնդի ասի, երբ որ իրենք պայմանավորվում էին, ես տեսա ինչպես լույսին հանեց այդ $5,000 կամ դրամը տվեց Նազենին եւ այդ վկայությունը դատավորը ընդունի լուրջ եւ ասի վկա կա, մի հատ էլ մեկն էլ հայտարարություն գրի, ասի ես կողքից անցնում էի, չգիտեմ, նկարում էի այդ պահին Մատ էլ այդ վիդեոն եկեք նայենք, որ կա գումար տված Հայաստանում դա չեր անցնի եւ անգամ կարող եմ ասել դատավորներն էլ լուրջ չէին մոտիկանա, որ ես միջնորդություն ներկայացնի, ասեի վկա եմ ուզում բերեմ, որ ցուցմունք տա։ ԱՄՆ-ում ամեն խոսքը, ամեն անգամ հետո մեր email խոսակցությունը, որ գրեմ, ասեմ Նազենին ջան, բայց երբես պատրաստում գոնե 2000-ը վճարես եւ դուք ասեք կարող եմ բացել ցույց տալ։ Ես էլ ասեմ ընդունել է, չէ, որ 1 ամսից ուրեմն սա ապացույց է եւ պետք է գա դառնա գործի։ Այսինքն ցանկացած հեռախոսի կամ մեյլինգի խոսակցություն, այո, ստեղ ապացույց։ Եթե ջնջել է, կարող է հետ վերադարձվել, բացվել ու ներկայացվել։ Եթե կարելի։ Նույն սույցում կար էպիզոդ, որը անձեռոցիկի վրա հարբած վիճակում համաձայն վրա իր ընկերությունը վաճառել, այո, ու այդ անձեռոցիկը ուժ ունի, այո։ Հիմա պատկերացնում եք Հայաստանում դատարան, դատավոր անձեռոցիկ ու ուզում են ընկերություն վաճառել։ Ես ավելին պատկերացրեցի, մի մեծ սեղանի շուրջ նստած, ախպերես, ես արդեն լավ խմած կոկոնները տակ, ինչ ասես իրար խոստանում են։ Ինչ ասես բանավոր իրար խոստանում են, իրենց ընտանիքներով, ամեն ինչերով, հետո առավոտյան արթնանում են, դե լավ, հետո վշտա, չէ՞։ Ու հենց այդ անձեռոցիկը Lucy versus Zimmerman case law է, նախադեպային իրավունք, որ Ամերիկայում կար, ես նես լավ հիշում եմ ինձանից շատ գոհ, երբ որ law school գնացինք, ես համարելով որ բոլորից ավելի տարիքով եմ, պլյուս իմ ստաժը, տարիքով, շատ տարիքով, այդ ժամանակ 31 տարեկան էի, որ հարց տվեց դասախոսը, ասեց, այ հիմա կա այստեղ պայմանագիր, որտեղ նմանատիպ դեպքեր այդ case-ը բարում Lucy-ն խմում էր եւ գրել էր, որ կվաճառեմ իմ ավտոմեքենան։ Ինձնից ուրախ ասեցի, ես ասեմ, ասի ոչ, իհարկե չկա այստեղ պայմանագիր, ոչ մի պայմանագիր, ասեմ շատ ուրախ ու հետո որ ասեց չկա ու այդ ինձ այդ հատվածը որ հասկանալ հայկական իրականությունից կտրվել
եւ նոր իրավունք սովորել, որտեղ լրիվ այլ բան է, ինչը որ Հայաստանում դու չես գործածել եւ չես անցել, չես սովորել։ Շատ դեպքեր են լինում, օրինակ, երբ գալիս է մարդը մի վիզայով, հետո ուզում է փոխել այլ վիզայի կամ status change-ը արդյոք այդ վիզայի փոփոխությունն է եւ ինչպես պահպանել վիզան, որ չփչանա ու քեզ էլ հետո դեպորտ չանեն եւ մի խոսքով Շատ կարևոր է մուտքի ժամանակ այն 94 ասած լույսն այդ 94 ասվածը կա, բոլորը ունեն, երբ որ գալիս են այստեղ, հա, հատկապես այն մարդիկ, ովքեր որ հենց ձեր ասած վիզայով են ստանում, իրանք ունեն 94 ասվածքը, դա մուտքի իրավունքն է, որը ձեզ տալիս է ակտիվ ստատուս։ Okay, I-94-ը որտեղից են վերցնում մարդիկ այդ ֆորմը։ Online գոյություն ունի I-94-ը, կարող ես ձեր, այսինքն անձնագրային տվյալներով որպես տուրիստ ձեր ինֆորմացիան դնել եւ տեսնել։ Շատերը նաեւ նույնիսկ Մեքսիկայով եկած մարդկանցից շատերը ունեն, ոչ բոլորը, բայց ունեն որոշ մարդիկ։ Այդպես եթե մի ստատուսից ուզում ես գնաս մյուս ստատուս, պետք է համոզված լինես, որ քո նախկին ստատուսը դու պահել ես։ Այսինքն տուրիստը, որ ուզում է դառնալ ուսանող, պետք է այնպես անի, որ ակտիվ ստատուսի ընթացքում ստատուսի փոփոխություն անի, adjustment of status կամ change of status, նայած թե ինքը ինչ է անում։ Եթե ամուսնանում է, արդյոք adjust անում իր ոչ իմիգրանտ վիզան, արդեն իմիգրացիոն ստատուսի adjust անում, եթե պարզապես փոխում է ոչ իմիգրացիոն, ուրիշ ոչ իմիգրացիոնի, արդեն եւի change of status կլինի, հա, ուսանողը օրինակ կլինի փոփոխությունը։ Շատ մեր գեղեցիկ աստղեր, հա, հանճարեղ մարդիկ ուզում են ունենան extraordinary վիզա, այստեղ ֆիզիկապես գտնվելով եւ արդեն փաստաբանի հմտությունն է պահանջվում, որպեսզի ապահովենք ստատուս ասվածը, որպեսզի օրենքով ոչ միայն մարդը պարզապես ճանաչվի հայտնի մարդ, բայց նաեւ ունենա green card, որտեղ երկու տարբեր իրավունք։ Այո, որը երկու տարբեր process-ներ են։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ եթե օրինակ ինչ որ մեկը մտել է երկիր աշխատանքային վիզայով, որը բնականաբար ունի սահմանափակում, Այո, ասենք թե 1 ամիս կամ 1 տարի, հա, առավելագույն միջին վերցնենք, ու եթե մի ամիս մնալուց հետո իր վիզայի ակտիվ ստատուսը վերջացել է ու նա պետք է հետ վերադառնա, բայց ունի տուրիստական վիզա, միևնույն է, նա պետք է երկրից դուրս գա ու ներս գա, որպեսզի չստացվի դա խախտում, հա, ճիշտ եմ հասկանում։ այո, Միանշանակ։ այդ ձեր ասած օրինակում, այո, բայց եթե նույն աշխատանքային վիզայով եկած մարդը ուզում է դառնալ ուսանող օրինակի համար, դա կարող է ներսից էլ անել։ Հասկացա։ Փոփոխի իր ստատուսը, դուրս գալու կարիք չկա։ Իսկ եթե ուզում է մնալ տուրիստական վիզայով եւս 1 ամիս, Անպայման պետք է դուրս գաք, որովհետև երբ որ դուք border եք մտել, նույն customs border-ը դուք օգտագործել եք օրինակ ձեր P1-ը կամ O1-ը, որտեղ հստակ նշված է ոչ միայն ժամկետն ու տևողությունը, այլ ինչի համար եք դուք այստեղ եկել, ում համար պետք է աշխատեք։ Օրինակ եթե X production-ն է ձեզ հրավիրել, մեկ էլ չեք կարող որոշել գամ Emperador-ում մի փուճուր, չգիտեմ, legal research անեմ ու իրանք թող ինձ վճարեն։ Դուք border-ում դա եք նշել, որ ես եկել եմ համերգի համար կամ ինչ որ ասեմ, քանի որ մենք ունենք Armenian Music Award-ը, Music Video Award-ը, այստեղի Կալիֆոռնիայում տեղի ունեցող իմ ողջույնները բոլոր կազմակերպիչներին, ես գիտեմ, որ բոլոր արտիստները վստահաբար գալիս են աշխատանքային վիզայով, որպեսզի ունենան ոչ թե բեմում միայն բարևելու, այլև իրենց երգով, երաժշտությամբ կամ իրենց ներկայությամբ ճիշտ ձևով մասնակցելու։ Բայց նրանցից ոմանք հնարավոր է ցանկանան տուրիստական վիզան օգտագործելով եւս 10 օր առավել մնալ։ Ու ես շատ ընդգծված ուզում եմ հասկանալ, որ եթե դուք տուրիստ եք, մեկ է պետք է երկրից դուրս գաք եւ հետո մուտք գործեք ձեր տուրիստական վիզայով։ որպեսզի ձեր 94-ը փոխվի։ Այո։ Միանշանակ, Պատճառը գալու։ որովհետև դուք չեք կարող ասել ես եկա P1-ով 10 օրով, հետո ունեի B1, դե տենց որոշեցի մնալ։ Շարունակեցի մնալ։ Որովհետև քո 94 երբ որ դու մտել ես, մեջը չի նշվել B1, B2, մեջը նշվել է P1 եւ նշվել է 15 օր։ Ուրեմն եթե դու ավել մնաս, դա կապ չունի որ քո անձնագրի մեջ վիզա կա, իրանք չեն ենթադրում որ դու հիմա վիզատ օգտագործեցիր։ Դա կոչվի overstay։ Նույնիսկ 3 օրով օգտագործես P1-ը, պատկերացրեք այսօր գա 2 օր հետո է միջոցառումը, դեռևս էլի կար, բայց ուզում եմ տուրիստականով շարունակի մնալ, դուրս գա մինչև 15 օր նույնիսկ դրանալը, ներս մտնի արդեն տուրիստական վիզայով։ Ճիշտ եմ, չէ՞ հասկանում, որ եթե տալիս են որոշակի հատվածով այդ վիզան, վիզայի ստանալուց 10 օր առաջ ու վիզայի ստանալուց 10 օր հետո դեռ ունի իրավունք մնալու։ Աշխատանքային գործունեությունը չծավալելու, բայց եւս 10 օր մնալու։ Այդ grace period-ի մասին է, Grace period, այո, բայց դա երևի grace հենց բառը կոչվում է խախուտ մի բան որքանով։ Այո, այո։ Իրականում կա նաև մինչև 180 օր, որ դուք ոչ մի բարի տակ չեք ընկնում, այսինքն թե անգամ չէ 6 ամիս դուք մնաք, չի համարվում, որ դուք հետագայում արգելք ունեք նորից վիզա ստանալու։ Բայց եթե 181-րդ օրը արդեն լրացավ, դուք 3 տարի էլ իրավունք չունեք ոչ մի տեսակի վիզա ստանալու։ Եթե օրինակ 361 եւ ավել օր լրացավ, արդեն
5 տարի ու մի քիչ էլ ավել, մինչև անգամ 10 տարի դա կա։ Այո։ Դրա համար Զգույշ, հաշվառելով շատ դա զգույշ։ ամեն դեպքում զգույշ եղեք, որովհետև հիմա դեսպանատունը շատ խիստ է այդ ամեն ինչը կիրառում ու միևնույն է, եթե անգամ դեսպանատունը ձեզ տա որոշակի վիզա, հետո դուք այդ խնդիրը բորդերում կարող եք ունենալ։ Չեք լսել, որ ասում են վիզան ստացա, բայց սահման չթողեցին մտնեմ ու կյանքում Ամերիկայում չի եղել։ Այ ես դա չեմ հասկանում, ոնց կարող է օրինակ հաճախ նույն Հայաստանի Հանրապետությունում գործող ԱՄՆ դեսպանատունը կապված չլինել այստեղի էմիգրացիոն բաժնի կամ բանի հետ, որտեղ իսկապես եղել են նման դեպքեր։ Իրականում իրենք կապված են մի սիստեմը, բոլորը ամեն ինչ տեսնում են, ես միշտ ասում եմ ձեր լեզուն է եւ ձեր application-ներն են, որ ձեր դեմ ապացույցներ ու վկայություններ կան։ Ուրիշ ոչ մեկ հաստատ ձեր դեմ չի խոսում, ու ինչ որ հետաքրքրություն չկա պետությունը investigation անի հատուկ ձեր կյանքը, եթե դուք սովորական տուրիստական վիզայի վրա եք։ Բայց ինչ է կատարվում իրականության վրա։ Բա որ ասում են ուր եք գնում, ունեք բարեկամ, չէ, մենակ ախպերը սորող որս տղու աղջիկը 7 ճամպրուկ, սուջուխը բացի, դոշակ, ճիշտ է հիմա դոշակ չեմ բերում, բայց սուջուխ Լոս Անջելեսում մասնագետները բայց բերում են տեխնիկա օրինակի համար, այդ է խնդիրը լինում շատ ժամանակ, օրինակ մատնահարդարները բերում են իրենց ապրանքները շատ ժամանակ, որ իրենք արդեն հասկանում են մարդիկ իր աշխատանքային նպատակով իրական, ոչ թե տուրիստական, այլ հիմնական այդ դեպքերում է, որ խնդիր են ունենում, եթե կա գործիքներ, տեխնիկա, ինչ որ մի բան, որ մասնագետորեն պետք է նկարիչը ներկերա բերում, նույնիսկ եթե ուզում ասի, ես պարզապես իմ համար ուզում եի նկարեի, որ ձեռքս շարունակի, շատ ժամանակ դա կարող է խնդիր տալ։ Անկամ տարական ծննդյան վկայականը, եթե դու բնօրինակ քեզ հետ վերցրել ես, ԱՄՆ պետությունը թե ամուսնանում ես, մինչև հարցազրույց բնօրինակի կարիք չկա։ Առավել եւս դու տուրիստ ես գալի, ինչու ես քո հետ վերցրեք քո բնօրինակ դիպլոմներ, ծննդյան վկայական, զինվոր։ Բայց ինչ պիտի լինի, որ դա որոշի ստուգել։ Դա արդեն ոչ անճամպրուկը ստուգում են եւ ենթագիտակցաբար օֆիցերներն ասում են դու մտադրություն ունես քո վիզան խախտելու ոչ ներգաղթան եւ հիմնական միգրացիան ես մնաս ԱՄՆ-ում։ Ես անկեղծ ասեմ մի բան, այս ամեն ինչը շատ վախենալու է հնչում, բայց իբրև զբոսաշրջիկ եւ իբրև իմ երկրի մարդ, որը աշխատում է օրինական բերումով այստեղ իբրև արտիստ, ես կարող եմ հստակ ասել, երբ որ դուք գիտեք օրենքները եւ պահում եք օրենքները, ոչ ոք ձեզ չի կարող մեղադրել ինչ որ անիրավության մեջ, գոնե ոչ այստեղ։ Եվ կարևորը վատ բան եմ գուցե ասում սխալ բառ, բայց չնյարդայնանալ ու չհուզվել ավելորդ տեղը, որովհետեւ այստեղ ձեր սովորական մարդկային հուզմունքը, երբ որ ձեզ մեղադրում են ինչ-որ բանում, կարող են շատ սխալ ընթերցել, կարծելով, որ դուք ունեք մեղքի զգացում։ Այդ հետաքրքիր մշակութային տարբերությունն է մեր հայերիս ու ավելի ամերիկյան համակարգի։ Որտեվ հայերը ավելի էմոցիոնալ են։ Դե մենք ահավոր ենք։ Անկամ հարցազրույցի ժամանակ ես նկատում եմ ունեինք մի հատ կին հիշում ես, որ անդադ ուզում էր օֆիցերին խոսացնել։ Ինչ որ ավելի ոչ թե խոսացնել իմաստով, ավելի ինֆորմացիա էր տալի, որ ասում ենք մի տուր ավելի։ Եթե քեզ հարցում են դու բնակվել ես տվյալ քաղաքում, մի ասա, ես այդ քաղաքը չեմ սիրում, որովհետև սիրուն ծառեր չունեի, բնություն էլ է։ Օֆիցերը այսպես լսում է, բայց ինքը այդ միջոցով փորձում էր ոնց որ թեթևացնել այդ հարցազրույցը, բայց ավելի ինֆորմացիա ես դու քո մասին տալիս։ Ընդհանրապես մի բան, որ հաստատ քեզ պետք չի, որ հետո քո դեմ օգտագործեն։ Իսկ դու կարծում ես, որ դեռ կա բան, որ մեր մասին չգիտեն, որ շատ ուզենան ամեն ինչ էլ գիտեն։ Իմ սուբյեկտիվ կարծիքով այս երկիրը բոլորի մասին ամեն ինչ գիտի։ Հիմա որպես փաստաբաններ, ձեր կյանքը բարդացել է, չէ՞, Instagram-ի սոցկայքերի ակտիվությամբ։ Հիմա այո, աշխատանքներ։ Իմը չէ, ուղղակի ես բնույթով այդքան էլ public անձնավորություն չեմ, սոցցանցերում այդքան էլ ակտիվ չեմ։ Ուղղակի տենդենսը հայտնվել, որ եթե դու ակտիվ չես եւ չես փոխանցում հաճախորդներին այդ նորությունները անդադ խոսում, ինչ որ թեթև կարող է թերանում ես, բայց միևնույն ժամանակ ֆիզիկապես մենք ժամանակ չենք ունենում այդքան ակտիվ լինենք, որտեղ աշխատում ենք։ Իրոք էլի այդ բարձ պատճառով աշխատում ենք, փորձում ենք հնարավորինս մեկ թիմ ունենք, որը որ մեզ օգնում է, որ գրեթե ամեն օր հաղորդենք հաճախորդներին ամենաարդիական, ամենաթարմ ինֆորմացիան, բայց միևնույն ժամանակ որ մեր դեմքը լինի այնտեղ, ոչ թե պարզապես ինֆորմացիան, միշտ չէ որ հասցնում ենք, ու այդ զգում եմ, որ մի քիչ լարվածություն եմ մտցնում դա, այո։ Արմինե, բայց ես օրինակ, եթե տեսնեմ բժիշկների մասին խոսենք, որ միայն Instagram-ին է իր ամբողջ նվիրումը, ես կսկսեմ կասկածել, որովհետև մեկ անգամ, երկու անգամ տեսար գործի լավ արդյունքը ու դու կարող ես ըստ դրա ընտրել այս կամ այն մասնագետին, բայց եթե ես տեսնեմ 24 ժամ այս մարդը Instagram-ում է կամ իր սոցկայքերն է վարում, որը ահռելի ժամանակատար աշխատանք է, ես կսկսեմ կասկածել, որովհետև չի հասցնին նորմալ հանգստանալ, որը բնական է կազդիր որակի վրա, բ ուղղակի
չի անում այն գործը, որի մասին խոսում է, որովհետև դու չես կարող գործել ու այդ ամենը ցույց տալ միաժամանակ, կամ էլ ուղղակի ունի լավ մեծ թիմ, որը օգնում է նրան, թե սովորաբար այդ մարդիկ լինում են կադրում։ Այսինքն ակտիվությունը շատ լավ բան է, բայց ունի որոշակի սահմանագիծ ինձ համար։ Մենք իսում ենք այդ կարծիքը, այո, որ մեր դեմքը լինի, դա իրոք պահանջում է ժամանակ, մենք շատ ժամանակ օրեր ենք հատկացնում, նույնիսկ ոչ աշխատանքային օրեր, որպեսզի ապահովենք այդ վիդեոները, բայց լինում են նորությունները, որ հենց այդ օրն են եղել եւ աշխատանքային թեժ օր է եւ ստիպված ենք լինում արդեն ոչ մեր դեմքով հաղորդել այդ ինֆորմացիան ու զգում ենք, որ հաճախորդները ուզում էին հենց մեր կողմից լսեին, որը որ վստահություն է։ Այո։ Ինձ դուր է գալիս շատ, որ Emperador Law Firm-ի փաստաբաններից Լուսի Պապյանը որոշել է նաև որպես ոդկասթի հեղինակ հանդես գալ, ինչը կարծեմ էլի Արմինեի թեթև ձեռքով է եղել։ Այո։ Աստիճանաբար պրոդյուսեր է դառնում։ Այո, Արմինեի թեթև ձեռքով ու սենց դեմքով, որ դու դա կարող ես։ Այո։ Ընդհանրապես փորձել չունեի ու երևի թե միտքը ինչ էր, որ մենք էկրանին լինենք կամ մեզ սիրեին հիշվենք, այլ միտքը իրականում սկսվեց նրանից, որ շատ անձինք, անուններ չտամ կոնկրետ կամ նշեմ մասնագիտություններ, գումարներ էին պահանջում, որը իմ համար խելքին մոտիկ չէր։ Գովազդի համար։ Եվ գովազդի համար, հա, կարող ես դու գովազդել կոշիկ կամ ուտելիք, բայց երբ որ սերվիս, դա պետք է հենց այդ անձը բժիշկը պետք է, չէ՞, պատմի։ Հա, որ ես հասկանամ։ Ոնց օպերացիան անցավ ու տերմիններով եւ այլն։ Եվ ունենք բաց այն ժամանակ, որ մարդիկ չէին տարանջատում, եթե գալիս են փաստաբանի մոտ, չտան իրենց բժշկական ապահովագրությունից հարցեր ու ակնկալեն, որ Լուսին կամ Արմինեն կպատասխանեն, հետո էլ նեղանան, ասեն լավ փաստաբան չէր։ Որովհետև այդ մասնագետը չես դու, ու եթե որովհետև այստեղ ամեն առանձին ուղղություն ունի իր մասնագետը։ Այո։ Եվ ըստեղ նաև այն երկիրն է, որ եթե սխալ ուղղություն տաս ու նաև լինես փաստաբան, իրենք դա կարող են քո դեմ վերջում էլ օգտագործեն, ասեն, որ ճիշտ խորհրդատվություն չի տրամադրում, malpractice ասված։ Եվ ցանկություն կար կրթելու մեր ոչ թե կրթելու երևի սխալ եմ արտահայտվում, այլ ինֆորմացիա տրամադրելու մեր ազգին, բայց այն անձանց բերանից միջոցով, ովքեր հենց այդ մասնագետն են։ Ոչ թե Լուսին նստի պատմի, որ օ, գիտեք, հիմա մեդիկալ բնակավարում այսպես կամ այնպես, եւ որպեսզի մի քիչ էլ ոդքասթը իր միտքը չկորցներ, մարդկային զրույց, ինչ որ պատմություններ, որ էկրանից այն կողմ մարդիկ էլ ողջևորվեն եւ ասեն, եթե այս մարդիկ այստեղ հասել են կամ այս մասնագետն են, ամեն մեկը այդ հյուրի մեջ գտներ ապագա իրեն ու այդ մոտիվացվեր դրանով ու առաջարվեր։ Ու այդպես ծնվեց ոդքասթի գաղափարը, որը շատ լավ էր, ես գիտեմ, լավ արձագանքներ ունենք, վատ էր իմ համար, որովհետև ես երկրորդ մասնագիտություն սկսեցի ձեռք բերել ու ամեն օր աշխատում եմ դրա վրա, ու եթե մարդկանց թվում է, որ դա հաճելի է, բայց ինչ լավ է, սիրուն գեղեցիկ հագնվեց, Լուսին միշտ սիրուն գեղեցիկ գնում է գալիս է, բայց դա ինձանից շատ աշխատանք, եռանջանք, որովհետև ես իրեն չեմ վերաբերվում, որ դե լավ մի բան անեմ, եթե ես մի բան պետք է անեմ, պետք է լավ անեմ։ Դրա համար մի թիմ, մի ամբողջ թիմ, շաբաթ, կիրակի, ամսվա մեջ լինում է 2 օր, մենք հատուկ նկարահանման օրեր ունենք, սակայն նորից կան հաճախորդներ, որոնք մտածում են Լուսին գործի ժամանակ գնում է նկարահանում անում։ Երևի սա միակ անգամն է, որ մենք աշխատանքի օր անում ենք նկարահանում։ Գիտես Լուսի, ինչ հետաքրքիր է, դու խոսում ես ու ես շատ դրա մեջ տեսնում եմ հաճախ թիկունքում թաքնված տարբեր մարդկանց կարծիքները կամ դրանցից նեղվածությունները։ Եվ դա շատ բնորոշ է հայաստանցիներին։ Այստեղի բնակիչները մեծ առումով անտարբեր են, թե ով բալանս ունենք, ես էլ ասում եմ Լուսինը։ Ոչինչ։ Այ հիմա ուզում եմ հասկանալ, դա ինչ է ազգային առանձնահատկությունն է մեր, թե հենց մեր երկրում ավելի ձևավորված մարդու առանձնահատկությունն է։ Այդքան հաշվի առնել տարբեր կարծիքներ։ Երևի ազգային։ Երևի ազգային։ Բայց ինչի Արմինեն, որովհետև երիտասարդ տարիներից արտասահմանում է ապրում եւ բառը։ Ահա դրսերում է։ Ամեն դեպքում չենց թվում է ազգային, որովհետև ես տեսել եմ ընտանիքներ, ում երեխաներ անգամ այստեղ են ծնվել մեծացել, բայց այդ ազգային մտածելակերպը, այդ հետաքրքրությունը, ուրիշը ինչ արեց, ինչ հագավ ինքը ունեցավ, ես չունեցա, մրցակցությունը, նո իմ ասած այդքան մրցակցության մասին չէր, որքան հետադարձ կարծիքի, հա, թե չէ մրցակցությունը եթե առողջ է, միայն լավ բան է, իսկ այս քո այդ նշած տարբերակը ինձ մի քիչ դուր չի գալի, որովհետև նայում են ով քանի այս ապրանքանիշի պայուսակից բռնեց, ով ինչ մեքենա վարեց, ով ու ես շատ կուզեի, որ մրցակցեն հայերը իրար մեջ խելքով,
Այո։ Արվեստի իմացությամբ, Միանշանակ։ աշխարհի ճանաչումով, ինչու ոչ ճամփորդելու կարողությամբ, որովհետև ինչքան էլ կենցաղը բարդ է այստեղ, ես շատ կուզեի, որ մարդը գալով այստեղ չխեղդվի նոր ստեղծած փակուղու մեջ։ Ինչ տարբերություն թե այդ փակուղին որտեղ է տարածաշրջանորեն, եթե դու ինքդ ես քեզ անընդհատ բերում այդ փակուղի։ Բացեն լայնացնեն մտահորիզոնը, ճանաչեն աշխարհը ամբողջապես, էլի ես իմ։ Վերջ այդ նյութը մի օր մեզնից գնալու է, չգիտենք ուր։ Ու մանավանդ որ ԱՄՆ-ն այդքան հնարավորությունների մեծ երկիր է իրենից։ Այդ դուք իմանաք, ես չգիտեմ, բայց Արմինե ջան, ուզում եմ հիշել Լուիս հիմնադրամի հետ ձեր կապի մասին, խոսենք եւ ինչ տվեց այն ձեզ ու ինչքանով զարգացրեց ձեր հմտություններն ու գիտելիքները։ Այ, ես շատ եմ սիրում հիմնադրամը, սիրում եմ իր աշխատակիցներին, ղեկավար կազմին, նախկին բոլոր ուսանողներին, ամեն ինչ է ինձ տվել, նախ սկսենք նրանից, ես աշխատել եմ 16 տարեկանում Լուիս հիմնադրամի համար։ Օ, դա ո՞ր թվականներ, Արմինե։ 2010 թվականներ։ 2010 թվականներ ես երիտասարդ աղջիկ էի, ես իրանց reception-ում էի աշխատում, front desk-ի աղջիկն էի, հեռախոս էի պատասխանում, բոլոր շատ սիրով ուսանողների համար այդ ժամանակ, այո, այս ինչ երեխեք են Harvard, MIT, Oxford, Cambridge երազում էի, ես իրանց հետ արդեն ականջից շոյում են։ Ինքան եմ շոյում ու աշխատակիցներից շատերն էլ այդտեղ այդպես բուհերում էին սովորել եւ ամառային Լուիս հիմնադրամը պարտադիր պայման ուներ, որ բոլոր ուսանողները պետք է վերադառնային հայրենիք եւ ամռանը մասնակցեին Լուիս հիմնադրամի ամառային դպրոցին։ Եվ հենց այդ տարի ես մասնակցեցի Լուիս հիմնադրամի ամառային դպրոցներին։ Դա այդ տարին էր, որ ես գնացի արդեն Անգլիա սովորելու։ Այդ ժամանակ ես չկարողացա, այսինքն ժամանակ չունեցա դիմեմ այն համալսարաններին, որ Լուիս հիմնադրամը ապահովում էր, որ այդ ժամանակ եղել էր լավագույն 20 համալսարանը, հետո դարավ լավագույն աշխարհի 10 համալսարան։ Եվ հետագայում արդեն երբ որ պետքա դիմեի Միացյալ Նահանգներում, ես դիմեցի Բերկլի համալսարանը եւ Քոլումբիայի համալսարանները, երկուսն էլ Միացյալ Նահանգներում էին գտնվում, լավագույն տասնյակում երկուսն էլ ընդունվեցի եւ Լուիս հիմնադրամը եւ Բերկլիի համար ինձ տվեց ֆինանսական աջակցություն, որը լիովին փակեց իմ ուսման վարձը Միացյալ Նահանգներում, լիովին։ Որի համար ես շատ շնորհակալ եմ, որտեղ հնարավորություն տվեց, բայց ես չկատարեցի այդ պարտքը վերադառնալ Հայաստան, որտեղ ես ավարտեցի 18 թվականին, հեղափոխություն, Լուիս հիմնադրամը ցավոք սրտի փակվեց, հա։ Գիտեմ ուսանողներից մեկը ստեղծել է Հույս հիմնադրամ, Լուիս հիմնադրամի ուսանողներից մեկը, բայց նույն ուժը չունի, նույն հնարավորությունները իրանք չունեն, որը որ նախկինում ունեին Լուիս հիմնադրամի ուսանողները։ Եվ ինչքան սիրուն ձևաչափով փոխում էին Հայաստանը, որակապես ավելացնում էին, գիտելիքով ամրացնում էին, ոգևորում էին ու այդ մանավանդ մենք հայերս միևնույն է, չէ, հաշվի ենք առնում, որտեղ է սովորելով ինչ կրթություն է ստացել, աշխարհում են դա հաշվի առնում, ես հիմա սխալ բան ասացի, եւ նորմալ է, որ առաջատար աշխարհի մակարդակով առաջատար համալսարանների գիտելիքն ու փորձը բերած իր երկրում ներդրած մարդը իսկապես արժեքավոր մեկն է։ Ու մանավանդ երբ որ աշխարհի հետ էլ է այդ կամուրջ դառնում, էլի արդեն կապերը, չէ՞ որ դուք ուսանողական տարիներին դուք ձեռք եք բերում ընկերներ ու իմ համար այդ դա էլ էր խորտ, որովհետև այդ իմ սովորած տարիներից հետո այդ networking ասվածը, որ միշտ ինչ որ իվենտներ էին, networking mixer event, եմ ասում ինչ միտք ունի դա։ Այ լրիվ։ Ես էլ տենց որ հազիվ թողեք հանգստանա։ Ու գնում ես իվենթին, հասկանում ես ավարտածները այդ համալսարանի կամ այն դասախոսները, ովքեր այդ համալսարանն են, իրականում իրենք ցանկանում են աջակցել, ոչ թե դա միայն ձևական բնույթ է կրում, փորձում են փորձի փոխանակում, անգամ գործի տեղավորելու այդ իրականում գործում է։ Եթե անձը այստեղ ավարտի գնա Հայաստան, հաստատ մեծ ուժ է ունենալու Հայաստանում։ Եվ ունել Լուիս հիմնադրամը, երբ որ մենք ուսանող էինք, բոլորս ունեինք մեր նախկինում ավարտած ուսանող մենթորներ, ովքեր որ մեզ ինչ որ ճիշտ ուղու վրա էին դնում եւ օգնում էին։ Մենք ինչ որ շատ ենք, հա, տեսնում շատ մեր անորակն ու բացասականը, մանավանդ վերջին этаպներում, ու ես մեծ լապտերով, այն Դիոգենեսի լապտերով մեծ սիրում եմ ընդգծել այն լավագույնը, որը կա, ու տեսնել նրանց, ու բերել առաջ մղել, ինքս էլ որ նրանցով ուժեղանամ, որ հանկարծ չզգանք, թե մենք մենակ ենք, ամեն մեկս իր ոլորտում, իր դժբախտության մեջ, իր խնդրի մեջ, կամ իր երկրի նկատմամբ վերաբերմունքի ու այդ որ հուսահատ ես, չգիտես ինչպես օգնել ու դրանից չճնշվելու համար հասկանանք, որ մենք ունենք իրար։ Լավ, ամենածանր ու ամենատարածված кейսերը հայկական իրականության մեջ այստեղ ինչով են ձեզ դիմում։ Իմիգրացիայում երևի ինձ դիմում են ապաստարանի հարցերում, ինձ դիմում են ավելի վիզաներ, այո։
Ինչ է նշանակում ապաստարան, Արմինե։ Ունեն կյանքի վտանգ վերադառնալ իրենց երկիր։ Իրենց կարող է լինել քաղաքական հայացքների պատճառով, որը շատ արդիական է այս պայծրությամբ, կարող է լինել իրենց կրոնի պատճառով, հատկապես Ռուսաստանում լինել Յովայի վկա, դա պարզապես անօրինական է, սեկտա է դու համարվում։ Հա, հիմա Հայաստանում օրինակ հայ առաքելական եկեղեցին է արդեն այդ վտանգի տակ, որ աստիճանաբար լուրջ եմ ասում։ Եվ կարող են այդ кейսով։ Մենք արդեն ունենք այդպիսի кейս, որ այո, որ այո, ըստ մեր հաճախորդի թիրախավորվել է իր կրոնի համար, այո, առաքելական եկեղեցու կողմից լինելու պատճառով, այո, կարող է, այո, եւ նաեւ իր ինքնությունը, այսինքն փոքրամասնությունը, այսինքն LGBTQ համայնքի անձիկ աշխարհի տարբեր ծայրերում, բայց մեր հաճախորդներից Հայաստան, Ռուսաստան, ԽՍՀՄ երկրներ։ Թրամփի գալով բան չփոխվեց։ Չէ, ընդհանրապես։ Չէ, օրենքը գործում է, այսինքն դու ամեն դեպքում հանդիսանում ես փոքրամասնություն։ Սիրում եմ, որ ուզում էր ասել պալյուբոմը։ Այո, չունի, որ այդքան մնացել մի ռուսերեն բառը սպրնում է։ Ինչ շատ համով է, որ մեկը պահելը։ Իսկ Լուսի, Ես վիզաների հետ կապված, երբ որ քննարկեցինք արդեն մարդը տուրիստական վիզայով գալիս է կամ ուսանողական կապ չունի, ինչ որ մի տեսակի վիզայով եւ ցանկանում է իրենք երբ որ գալիս են ասում են օրինական այստեղ մնամ, ես միշտ բացատրում եմ որ ապաստարան հայցած անձնավորությունը չի համարվում անօրինական, եկեք այդ չմոռանանք, իրենք էլ են օրինական խնդրում երկից ինչ որ մի միջոց։ Բայց ապաստարանից հետո արդեն պետք է ապացուցվի, չէ՞, ինչու է ապաստարան խնդրում։ Այո, Դա այդ միանշանակ չի։ Չէ, այդ միանշանակ ապացույցների բազան հիմա շատ ուշադրություն են դարձնում դատարաններում, իսկ վիզաներով արդեն իրենք ասում են մի վիզայից մյուս վիզա, այդ կարգավիճակի փոփոխություն, change of status կամ adjustment of status։ Հիմնականում շատ եմ անում adjustment hence based on marriage, ամուսնություն, չեմ թաքցնի, եթե երևի որ ռեյտինգով անենք, եթե առաջինը ապաստարանի քեյսերն են, երկրորդը ամուսնությունն են, բայց իրականում են ամուսնանում։ Այո, բնականաբար։ Ինչ ուզի, չէ։ Ունենք զույգեր իհարկե, որ հայ ազգի ներկայացուցիչը ամուսնացել է ոչ հայ ազգի ներկայացուցչի հետ։ Այ բալա իր սերը գտել է, ոչ էական է։ Այո, բայց շատ գեղեցիկ են նայվում։ Դե հետո շատացել են, ազգս այստեղ իրականում շատացել է։ Արմինե, եթե քո երեխան որոշի դառնալ փաստաբան, արդյոք կցանկանաս կամ թույլ կտաս։ Իմ երեխան պիտի դառնա աշխարհում ինչ ուզում է, ով ուզում է։ Այո, իմ սիրտը։ Տարբերություն չկա։ Մենք միշտ շատ իրան կաջակցենք։ Երևի ընտանիքում դա ամուսինս է փաստաբան, ամուսնուս եղբայրն է փաստաբան, եղբայրս է ընդունվում փաստաբանական դպրոց, անցավ իրավաբանների համար հարկավոր քննությունը։ Շատ փաստաբաններ արդեն կլինեին ընտանիքում, բայց ես այնպես եմ տեսել ու մեծացել, որ պիտի երեխան դառնա այն մասնագետը, որը ուզում է դառնա։ Ես հիմա հումորով եմ ասում, որ ասես բարձր մեկ ասես ձայներ է հանում, ասում տղաս սա օպերա երգիչ կամ դիրիժոր է դառնալու, որ ուզում է ասել իդեալական պայմաններ են այդքան փաստաբանների մեջ լինել դասական երաժիշտ։ Այո, կամ լավ բժիշկ։ Բժիշկ։ Այո։ Շնորհակալություն Լուսի, քո երեխան։ Ես երևի մի քիչ ավելի դիզայնանող մամա եմ, որ հիմիկվանից ասում եմ պետքա փաստաբան դառնաս։ Արդեն խեղճ երեխես ինքն էլ։ Այսինքն քո բեռը քիչ է քեզ, այդ բեռը դնում ոնց որոշեք, կարևորը որ լավ ընտանիքներում լավ երեխաներ են։ Վերադառնանք մի քիչ էլի օրենքներին ու արդեն ամփոփենք։ Որոնք են նոտարական լիազորությունների տարբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում կան։ Այո, կան, երևի ես ասեմ, հա։ Այսինքն այստեղ էլ նոտարը կա, նոտարական գրասենյակ։ Նոտարական գրասենյակ ասված այդքան չէ, որովհետև նոտարի լիազորությունները այստեղ եւ Հայաստանում մի գլխավոր տարբերություն ասեմ։ Երբ որ Հայաստանում նոտարը ինչ որ մի բան հաստատում է եւ ունենք նոտարական վավերացում, դա համարվում է փաստ, ապացույց։ Այսինքն եթե դու ասել ես ես Անգլիայի թագուհին եմ եւ ինչ որ մի նոտար Հայաստանում հաստատել է դա, դա չեմ ասում դա դարար Անգլիայի թագուհին, բայց ոչ մի նոտար չի հաստատի դա, որովհետեւ ուղղակիորեն կասի բեր ապացույց, ծննդյան վկայական կամ չգիտեմ պաշտոնի շնորհում մեդալ, որ դու եղել ես Անգլիայի թագուհին, ես էլ սիրով դա վավերացնեմ, կնիքս դնեմ ու դու տար դատարան կամ չգիտեմ տար Անգլիա օգտագործի այդ փաստաթուղթը եւ ստացիր կտակ։ Իսկ Ամերիկայում երբ որ դու գնում ես, ինչ ուզում ես ասա, ուզում ես 7 էջանոց մի հատ շարադրություն գրի, ուզում ես քո կյանքը պատմի ամբողջը թղթի վրա, նոտարը հաստատում է, բայց ոչ թե ինքը այդ գրվածքն է հաստատում, այլ հաստատում է, որ Լուսինե Պապյանը եկավ նոտարական գրասենյակ, ես իր անձը հաստատող փաստաթուղթը ստուգեցի, համոզվեցի, որ նա Լուսինեն է, Պապյան մատնահետքը դրեց, ես էլ այսինքն իմ անձն է հաստատել, թե ես այնտեղ ինչ եմ ասել, այդքան էլ իր համար ընդհանրապես էական չէ։ Գլոբալ այդ տարբերությունը կա, որ նորից Հայաստանից եկած անձը ով գալիս է ԱՄՆ, նախ նոտարին շատ մեծ տեղ է տալիս ԱՄՆ-ում, իհարկե
քննություն ես անցնում նույնպես շատ կարևոր պաշտոն է, բայց շատ տարբեր են լիազորությունները, բայց ուժը չկա։ Եվ հակառակը, երբ որ ես նոր պետք է գայամնեի, ինձ այստեղից իմ փաստաբանը այդ ամուսնական գործերի հետ կապված, ասեց այդ քո պատմությունը տար նոտարական հաստատի, հենց այդտեղ առաջի անգամ 13 թվականին հասկացա, որ նույնը չէ։ Ու գնացել եմ նոտարը կարդում, ասում ես քո կյանքն է, ասեմ դե այո, ինձ դա է պետք ամնեմ, ասում բայց ես այս չեմ կարող հաստատեմ, որովհետև ես ինչ գիտեմ, ճիշտ ես գրել, ինչ ես գրել, ինչ չես գրել։ Ու հիմա այստեղ գրում եմ այս հրեա փաստաբաներ, այդ փաստաբանը չհասկամ ես ինչ եմ ասում մեր նոտարը չի հաստատում, ասում բայց ինձ պետքա նոտարական վավերացում։ Ու քանի որ հիմա ես ինքս իմիգրացիոն փաստաբան եմ, հասկանում եմ, որ կան ձևաչափեր, որտեղ հստակ նոտար պետք է կնիկ դնի։ Մեր նոտարն է չի ուզում այդ կնիքը դնի։ Ու ես տենց հայտնվել եմ մի հատ օրենսդրական փակուղու մեջ։ Դիլեմայի մեջ, այո։ Ինչ հետաքրքիր է։ Իսկ ՀՀ բաժանության վկայական այստեղ լիարժեք փաստաթուղթ համարվում է։ Այո, իհարկե, այո։ Ինչպես ծննդյան վկայականը, այո, իհարկե պետական փաստաթուղթ է։ Անկամ կա սխալ տեսակետ, որ եթե դու հյուպատոսարանով կամ դեսպանատնով ես բաժանվում, ընդունենք երկու ամուսիններ եկել են այստեղ եւ որոշել են բաժանվել անց 20 տարի եւ որոշում են բաժանվել դեսպանատնով, որովհետեւ դրա իրավունք ունեն, երկուսն էլ դեռևս ՀՀ քաղաքացի են։ Նաեւ կարող են Կալիֆոռնիայում բաժանվել, որովհետեւ 6 ամսից եւ ավել Կալիֆոռնիայի ռեզիդենտ են։ Այդ վկայականն էլ կա տեսակետ, որ չի գործում, որովհետեւ դեսպանատունն է տվել, չկա նման բան, դեսպանատունը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածք, այո, Հայաստանի Հանրապետության տարածք, շատ հանգիստ այստեղ գործում է։ Ապաստան ստանալուց հետո հնարավոր է, թե էլ չի կարելի ստանալ անձնագիր Հայաստանի Հանրապետության դեսպանատնից։ Խորհուրդ չի տրվում։ Այո, շատ կարևոր հարց է այս պայդրության, որովհետև դու վախենում ես այդ երկրից, դեսպանատուն, ինչպես դուք ասացիք, Հայաստանի տարածքն է, հողն է ուրիշ երկրում, մտնելով այնտեղ դու քեզ ռիսկի տակ ես դնում։ Բայց այս պայդրությամբ այս օֆիցերները, այսինքն միգրացիոն մարմինների օֆիցերները, միացյալների պահանջում են շատ հայ մեր հաճախորդներին, որպեսզի գնան դեսպանատուն եւ անձնագիր հանեն, այլապես կունենան խնդիրներ, ու խնդիրները ասելով կտանեն կանանավայր իրեն, շատ լուրջ խնդիրներ կարող են ունենալ եւ մեր հարազատները, հաճախորդները ստիպված են լինում գնալ եւ հանել երկրորդ անձնագիր։ Մենք կարծում ենք, որ իրենց օրիգինալ անձնագիրը կորցրել են, այդ իսկ պատճառով են պահանջում, որ անձնագիր հանվել, բայց եթե չեն պահանջել, խորհուրդ չենք տալիս որևիցե մեկին, ով ապաստանի է դիմել, երբևիցե դիմել ՀՀ անձնագրի։ Շատ դեպքերում այսպիսի տարօրինակ մեխանիզմ են անում, գալիս են տուրիստական վիզայով, անում են status change, ուզում են անել ուսանողական, հետո չի ստացվում, թե ուզում են երկարացնել, թե ուզում են արդեն թղթաբանություն անել, տալիս են մի հատ էլ քաղաքական ապաստարան։ Ու էլի խոսում ենք երիտասարդ սերնդի մասին, որը ամենակիչը այդ քաղաքական ապաստարանի кейսը ապացուցման բաները էլի ունեն, այսինքն նորմալ չի։ Այո, ապացույցները այդքան էլ չունեն։ Նախ փաստը ինքնին կարող է չլինել, բայց հա, ապացուցման չկա։ Հիմա արդյոք դա վտանգավոր չի հետագայի համար ու ասում են ավելի լավ է այդքան երկար, ինչքան пассив մնա էմիգրացիոնում, այդքան լավ, քանի ինձ չեն հանել, ուրեմն ամեն ինչ լավ է։ Մեր գրասենյակը կատեգորիկ նմանատիպ գործեր չի վերցնում, մենք համարում ենք նմանատիպ кейսերը frivolous asylum, այսինքն ոչ իրական ապաստան։ Երբ որ դու եկել ես այս երկիր տուրիստական նպատակով, այնուհետև չես դիմել ապաստանի, այլ դիմել ես ուրիշ ստատուսի, հետո հասկացել ես, որ ուսանող ձեր օրինակով, հետո թանկ է ուսանող լինելը, ուսման վարձ է, ժամանակատար է, պետք է գնալ դասի եւ այլն, եւ ավելի հեշտ կլինի ապաստանան դիմել, որովհետև լինում էին հատկապես անցյալում ժամանակներ, որ կարող է 10 տարի քեզ ոչ մեկ չկանչեր, դու էլ երիտասարդ ես, տարով աշխատանքային իրավունք, սոցիալական քարտ, 10 տարում ոնց է չլինի կամ ամուսնանայր։ Երևի հետո տենց մարդիկ հենց չեն ամուսնանում իհարկե, հենց տենց օրինակներով, բայց ինչևիցե մեր գրասենյակը նմանատիպ кейսեր չի վերցնում, որ ուզում են հետո անմիջապես դիմել ապաստանի, որտեղ հիմքերը իրոք թույլ են եւ նույն փաստաբանը կարող է խնդիր ունենալ, որտեղ մենք հասկանալով վերցնում ենք frivolous case։ Մի кейս, որ արդեն իսկ պարտված է, դու ինքնին հասկանում ես, որ հիմքերը շատ թույլ են։ Փաստաբանը իր кейսերի գործերի պարտությամբ համարվում է խնդրահարույց փաստաբան, չի կարող ունենալ։ Ոչ։ Հիմքերից է կախված։ Լավ փաստաբան այն մարդն է, որ ընդգծում է, հա, ուժեղ կողմերը եւ թույլ կողմերը գործի։ Դա մարդու իրական կյանքն է։ Հիմա լավ է, վատ է, դա է իրականությունը։ Ես շատ ժամանակ ասում էսա։ Լավ է, վատ է, էսա։ Հիմա ինչ անենք։ Ես չեմ կարող ոչ մեկին սարքեմ նախագահ, նախագահի բարեկամ, վարորդ։ Մենք ունենք դատավորներ, որոնք ծաղրում են ասում են, «Էս ինչքան դուք վարորդներ ունեք, էս ինչքան անվտանգության աշխատակիցներ ունեք նույն քաղաքական գործիչների, ոնց որ շատ են մնացած, այո, շատ են։ Քանակով շատ են լինում, բայց էդ է մարդու մեր գործերը լինում է անալիզ անել եւ էդ է ուժը մեր, որ անալիզ անել եւ
ուղի ցույց տալ։ Ասում եմ, որ հաճախ լավ փաստաբանները չեն որոնում պատասխանները, այլ տալիս են ճիշտ հարցեր։ Հիմա դուք եք ճիշտ հարցեր, կամ էլ ասում է փաստաբանները միշտ չի որ միայն լսում են, այլև հաճախ լսում են այն, ինչ խոսում են մարդիկ, այլև լսում են այն, ինչ մնում է լռության տողերի մեջ։ Այո։ Հիմա դուք այդ լռությունները այո, լավ լսում եք։ Ժամանակին կար այսպիսի տենդ, ոսկյա տենդի նման էր, այն ոսկու տենդի, էլի, որ մարդիկ գալիս էին Ամերիկա, որ չգիտեմ, ոսկին գտնեն, դառնան Էլդորադոն էր իրենց համար, եւ հիմա ինչ որ մի этаպում շատ էր այդպես հղիների խոսքը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մենք էլ հետո նեղվում ենք, ասում ենք ինչու է մեզ մոտ, հա, դեմոգրաֆիկ խնդիր առաջացել այսքան վատ։ Եվ այն ժամանակ կար օրենք, երբ այստեղ ծննդաբերած մարդը նաև պետությունից էր ստանում աջակցություն, ֆինանսական ամբողջ բանը փակվում էր, նաև ավտոմատ դառնում էր քաղաքացի այստեղ բերված երեխան։ Արդյոք կա նման օրենք կամ պահպանվել է, ինչեր են փոխվել։ Օրենքը կա միանշանակ, երբ որ խոսակցություններ էին պատտվում, որ օրենքը ուզում են չեղարկել, դա մենք ինքներս նշում ենք, որ հակասահմանադրական է, այսինքն զուտ օրենքը փոխելով չէր բավարարվի նախագահան եւ պետք է սահմանադրություն փոխեր, որովհետեւ հողի իրավունքով, երբ որ երեխա է ունենում, երեխան միանշանակ լինում է ԱՄՆ քաղաքացի, բայց նախագահան ավելի խելացի գտնվեց եւ հիմա ավելի խստորեն է մոտիկանում այն անձանց, ովքեր գալիս են այստեղ տուրիստական վիզայով եւ ունենում են երեխա։ Նախ այդ գումարը կամ անվճար ծննդաբերությունը չի վերաբերվում տուրիստներին։ Դա ուղղակի մի այլ ծրագիր է, որ օրինակ Կալիֆոռնիա նահանգը աջակցում է, որովհետև ինքը ուզում է, որ բժշկորեն ոչ մեկ հանգարց փողոցում երեխա չունենա, նորմալ հիվանդանոցում ապահովագրություն եւ այլն։ Բայց չի վերաբերվում դա տուրիստներին, որովհետև դու տուրիստ ես, դու իրավունք չունես Կալիֆոռնիա նահանգի բարիքներից, այսպես ասած, օգտվես, որովհետև Կալիֆոռնիա ռեզիդենտ չես, տուրիստ ես։ Այսինքն ինձ զանգահարում են, ասում են, բայց մի րոպե Լուսի ջան, չի արգելվում, ինձ medical հասնում է։ Ասում հիմա քեզ կարող է food stamp-ել հասնի այդ որ ուտելիքի չեք են տալ, ինչ որ գումարել հասնի եւ բոլոր բենեֆիտները Կալիֆոռնիա նահանգի ձեզ հասնի։ Այդ հոչի նշանակում դու պետք է օգտվես, որովհետեւ դու տուրիստական վիզայի վրա ես։ Եվ ինքնին դու երեխա ունենալով այստեղ, եթե emergency չի, այսինքն շտապ ինչ որ սիտուացիա չի, որ կարիքն ունես, դու չէր ուզում 6 ամսեկանում երեխա ունենալ, այդ ուրիշ հարց է, այլ գալիս ես լրիվ 9 ամսեկան, տենց 1 օր ավել եւ ունենում ես երեխա, հետո ասում ես, որ դե պետությունը տալիս էր ես օգտվեցի, դու վիզայի խախտում ես ուղղակի օրինանում։ Երբ որ իրենք տուն են վերադառնում, հիմա երևի մասշտաբը շատ է, բայց կամանց անդրադառնում են, ստուգում են այդ ամբողջ, որովհետև բազան դժվար չէ հիվանդանոցից ունենան տվյալներ, նախ տեսնեն դուք ո միջոցներով ես ունեցել թե չէ, միանշանակ խրախուսվում է, եթե գոնե ունեն մեկ ունեցեք ձեր ֆինանսական միջոցներով գումարը վճարեք եւ ապացույցները չեկերը պահեք անպայման, ոչ մի պետական։ Այսինքն $20,000 տան ունենան։ Այո, դե եթե որոշել եք, որ գաք այստեղ երեխա ունենաք, ուրեմն անպայման ձեր գումարով եւ երկրորդը ժամանակին գոնե լքեք, որ հետ գալուց կարողանաք ասել, հա, ինչ որ պատճառներով ես չէի ուզում, բայց ստացվեց, դե ունեցա, վճարել եմ, ես ձեր պետությանը պարտք չեմ։ Որովհետեւ կարող է լինել պտղի վնաս ու վտանգ, նույնիսկ 9 ամսականում ու կարիքը լինի, որ այդ մարդը գնա հիմա առանց ռիսկի բանան։ Եվ որպեսզի ռիսկի տակ չդնեք ձեր տուրիստական վիզան, որ հետո չկանչեն հետ վերցնեն, գոնե պահեք այդ չեկերը։ Սիրուններ ջան, ես ինձ ձեր տանը զգում եմ ինչպես իմ տանը։ Եվ իմ վերջին հարցը ձեզ այս անգամվա համար հնարավոր է առիթներ լինեն էլի հանդիպենք, ինձ համար հաճույք կլինի։ Նմանապես։ Ինչն եք հիշում եւ ինչն եք կարոտում Հայաստանի հետ կապված։ Իմ համայնքի քաղաքի շունչը, ես փոքր եմ եղել, բայց այդ օդը լավ օդ ոչ թե հիմա պատորված ինչպես ասում են, հա, ես չեմ հիշում այդ օդը, ես այդ օդը երևի չեմ զգացել եւ տեսել, այդ ատմոսֆերա ասված այդ առումով օդը, որ ինչ որ երեխաները ուրախ են, խաղում են, գործնագործ են խաղում, այդ ապահովությունը, որ ինչ որ ոչ մեկ չի կարող երեխային վատ ձևով նայել, ֆիզիկական վնասված, այլ ես այդպես եմ Հայաստանի հիշում, ապահով միտեղ, տուն։ Լուսի Ես կարոտում եմ իմ տունը, երկրորդ տունը, որովհետև երբ որ ես իջնում եմ Զվարթնոց, այդ անկախ ինձնից ուզվում եմ, կապ չունի 5 տարի է անցել, 1 տարի է անցել, իմ այնտեղի ապրած տարիները, հուշերը, ընկերներիս, իհարկե, երբ որ փողոցներով քայլում եմ, դպրոց, գործի վայր, շատ մեծ հիշողություններ ունեմ եւ այդ անհոգ, այո, երեկոները Երևանյան, որ իրականում ամեն ինչ մոռանում ես, լիաթոք ծիծաղում ես եւ դու երբ որ հետ ես գալիս Հայաստան, մի հետաքրքիր բան կա, ոնց որ Ամերիկայում ապրած չլինես, ոնց որ եկամից հետ է, չէ՞, alt shift ու փոխվում է։ Այո, երեք էր լքել Հայաստանը, ուղղակի մի քանի օրով գնացել էիր արձակուրդ։
Սիրելիներս, ինձ համար օրինակ մի քանի օրը ուրիշ տեղերում շատ երկար է թվում, բայց ես սենտիմենտալ բան չեմ, էլի ասում, փաստ է։ Օվկիանոսից այս կողմ կյանքը ուրիշ ռիթմով է առաջ ընթանում։ Եվ անգամ որպես հյուրախաղերի եկած դերասան հասկանում ես, որ մի ոտքդ մեծ լոնքով քո փոքրիկ երկրում է, որտեղ հաճախ դու չունես անգամ մի ոտնաչափ տարածություն ոտքդ դնելու, բայց առանց այդ ոտքի տեղել չես կարող ապրել։ Եվ քո սիրտը չի կարող ուղղակի առանց հիմքի գոյություն ունենալ, որքան էլ որ ամենասիրուն երկրներում, ամենազարգացող ու պոտենցիալով երկրներում լինես, կյանքի կամ գործի բերումով։ Սա իմ կարծիքն է եւ վստահ եմ, որ ցանկացած հայի հոգու խորքում այս պատկերն է եւ դա է պատճառը, որ հաճախ օտար հողում հազար ու մի հիվանդություններ են ձևավորվում միայն այն պատճառով, որ մարդու ուղեղում այդ երկատվածությունն է։ Ես մեզ բոլորիս մաղթում եմ առողջ Հայաստան, որպեսզի որևէ մեկի ընտրությունը իր երկրում չապրելու իրեն վնաս ու ցավ չպատճառի, այլ ուղղակի լինի իր ընտրությունը, ինչպես որ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացունը, որպեսզի դառնալով աշխարհի քաղաքացի մենք չկարծենք, որ մատնում ենք մեր երկրում։ Ասեմ մենք, թեև ես այդպես չեմ անում։ Եվ միակ բանը, որ ուզում եմ սրտանց ձեզ մաղթել, հղում անելով Emperor Law Firm-ին։ Եթե որոշում եք գործողություն անել, արեք գրագետ։ Դիմեք գրագետ մասնագետների եւ ոչ թե փորձեք հետո կանխել խայտառակ հետևանքները, այլ կանխեք նախապես ձեր սխալները դիմելով իսկապես իրազեկ, հիանալի կրթությամբ գեղեցիկ մարդկանց։ Այս պարագային իմ հյուրերն էին Լուսի Պապյանը եւ Արմինե Անտոնյանը, երկու շքեղ կանայք։ Շնորհակալ եմ երեխեք։ Շնորհակալ ենք Նազանի ջան։ Հուսով եմ օգտակար եղանք, գրեք ձեր հարցերը, գրեք ձեր մեկնաբանությունները, գրեք ձեր կարոտի խոսքերը, գրեք ձեր մեղադրանքները, ինչու ոչ ես սովորել եմ արդեն, եւ կարեւորը հիշեք, որ մենք բոլորս մի մեծ տանիքի տակ ենք, որը կոչվում է հայություն։ Կհանդիպենք։